Ինչ է իրականում նշանակում Սուրբ Ծնունդը, երբ լույսերը հանգչում են լռություն է տիրում։ Տարվա ամենասպասված գիշերը մի երեխա պայքարում էր սովի դեմ, մինչ աշխարհը տոնում էր։ Բայց Սուրբծննդյան ոգին, շատերի կողմից այդքան մոռացված, գտավ գործելու պատրաստ մի սիրտ։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք մեզ, թե որ քաղաքից եք դիտում։ Շարունակենք։ Սուրբ Ծննդյան նախօրեն երանում բերում էր այն հակասական մթնոլորտը, որին ծանոթ են միայն մեծ քաղաքները։ Կենտրոն թաղամասի փողոցները փայլում էին սյուներից կախված գունագեղ զարդարանքներով, խանութների ցուցափեղկերում թարթում էին լույսերը, իսկ հանրախանութների բարձրախոսներից հնչում էին ամանորյա երգերի ձայները։ Արտուրը եռում էր նվերներով լի տոպրակներ տանող մարդկանցով, որոնց դեմքերը լուսավորված էին մոտալուտ տոնական ընթրիքի ակնկալիքով։ Օդում տոնական թխվածքի բույր էր տարածվում, խառնվելով թարմ սուրճի բույրին, որը դուրս էր գալիս մարդաշատ մայթերին սփռված հացի փռերից ու սրճարաններից։ Բայց այն գիշեր, որը նախորդում էր Սուրբ Ծննդին, ոչ ամեն ինչ էր լույս ու ուրախություն։ Աբովյան փողոցի Մաշտոցի պողոտայի անկյունում, մեր հացը կոչվող փոքրիկ հացի փռի դիմաց, ցավալի մի հակադրություն էր բացվում նրա աչքերի առաջ, ով իսկապես կցանկանար տեսնել։ Այնտեղ մի նիհարիկ աղջնակ, որը 4 տարեկանից ավ է։ Լի չէր լինի, պայքարում էր բարձրացնել ալյուրի մի պարկ, որը գրեթե իր քաշին էր։ Նրա փոքրիկ ձեռքերը պատված էին սպիտակ փոշով, մատները կարմրել էին ջանքերից, իսկ նիհար մարմինը դողում էր ոչ միայն երանյան գիշերվա ցրտից, այլ այն աշխատանքի հյուծվածությունից, որին ոչ մի երեխա չպետք է ծանոթ լիներ։ Աղջկա անունը Լուսինե էր։ Նրա շագանակագույն մազերը փնթի էին, հավաքված անփույթ պոչիկով, իսկ հագուստը կարկատված չափազանց մեծ իր փխրուն մարմնի համար։ Նա շնչասպառ էր լինում պարկը բարձրացնելու յուրաքանչյուր փորձից, նրա շագանակագույն աչքերը լայն բացված էին լարվածությունից, բայց նա երբեք չէր հանձնվում։ Ամեն անհաջողությունից հետո նա խորը շունչ էր քաշում նորից փորձում, որովհետև գիտեր, որ իր պարկը դրանից է կախված։ Նա փող չէր փնտրում։ Նա ուզում էր նախորդ օրվա չորացած հացերը, այն հացերը, որոնք հացի փռի տիրուհին այլս չէր կարողանում վաճառել, որոնք պետք է դեն նետվեին։ Լուսինեի համար այդ հացերը նշանակում էին տարբերություն իր քրոջ ուտելու կամ մեկ գիշեր քաղցած մնալու միջ։ Հացի փռի ներսում Սոնան, սեփականատերը։ Տեսարանը դիտում էր ապակու միջով, անհամբերության արտահայտությամբ։ Նա 50 անց մի կին էր, շիկահեր ներկված մազերով, միշտ մաքուր գոգնոցներով կեցվածքով, որը հասկացնում էր, որ նա այդ հաստատությունը ղեկավարում է ամուր ձեռքով։ Սոնան իր բնույթով չար չէր, բայց կյանքը նրան սովորեցրել էր կոշտ լինել։ 10 տարի առաջ այրացած, նա միայնակ էր մեծացրել 2 որդիներին, միաժամանակ պահպանելով բիզնեսը, դա նրան քիչ համբերություն էր թողել ուրիշների թուլությունների հանդեպ։ Նա բացեց հացի փռի դուռը գոռաց, նրա ձայնը կտրեց գիշերվա սառը օդը։ Ավելի արագ աշխատիր, եթե հաց ես ուզում, աղջիկ։ Ես ամբողջ գիշեր չունեմ։ Լուսինեն գլուխը կախեց, վախենալով կոպիտ տոնից, կրկնապատկեց ջանքերը։ Նրա բարակ թերը ուժգին դողում էին, երբ նա փորձում էր պարկը քարշ տալ հատակով, քանի որ բարձրացնելն իր ուժերից վեր էր։ Մարդիկ անցնում էին մայթով, ոմանք խղճահարության հայացքներ էին նետում, մյուսները արագ հայացքները թեքում էին, կարծես տեսարանն անտեսելը կարող էր ջնջել այդ պահի անարդարությունը։ Մի սիրահար, զույգ ցածրաձայն մեկնաբան է։ Ծիրավիճակը, բայց շարունակեց իր ճանապարհը։ Մի տարեց տիկին հոգոց հանեց գլուխը թափահարեց, բայց չկանգնեց։ Բոլորը շտապում էին, բոլորն իրենց խնդիրներն ունեին, ուրիշների գործերին խառնվելը մի բան էր, որ մեծ քաղաքի կյանքը սովորեցնում էր մարդկանց խուսափել։ Հենց այդ պահին Արմեն Պետրոսյանը շրջվեց անկյունից։ Արմենը տպավորիչ տղամարդ էր։ 52 տարեկանում նա ուղիղ կեցվածք ուներ, մոխրագույն մազերը խնամքով սանրված էին դեպի հետ, հագել էր անթերի մոխրագույն կոստյում, սբրդյա վերարկուի տակից։ Նրա կոշիկները փայլում էին նույնիսկ լուսասյուների թույլ լույսի տակ, իսկ ձախ դաստակին նա կրում էր շվեյցարական ժամացույց, որն ավելի թանկ արժեր, քան շատ մարդիկ կվաստակեին տարիների աշխատանքով։ Նրա մեջ ամեն ինչ խոսում էր հաջողության, իշխանության վերահսկողության մասին։ Արմեն Պետրոսյանը Երանի գործարար շրջանակներում հայտնի էր որպես քաղաքի ամենահարուստ մարդկանցից մեկը, շինարարական ընկերությունների ցանցի սեփականատեր, որոնք շենքեր էին կառուցել ամբողջ երկրում։ Բայց այդ հաջողության դիմակի հետում մի պատմություն կար, որը քչերը գիտեին։ Արմենը խորապես միայնակ մարդ էր։
Նրա առանձնատունը Կասկադի շրջակայքում, իր 5 ննջասենյակներով, տաքացվող լողավազանով հայտնի լանդշաֆտային դիզայների կողմից նախագծված այգով, միշտ դատարկ էր։ Նա երբեք չէր ամուսնացել, երբեք երեխաներ չէր ունեցել, նրա ընտանիքը տարիների ընթացքում ցրվել էր։ Նրա միակ եղբայրը ապրում էր Սյունիքում, նրանք հազիվ էին խոսում։ Նրա տարեվերջյան տոները միշտ անցնում էին միայնակ, գրքերի մի շիշ գինու ընկերակցությամբ, իր աշխատասենյակի պատուհանից դիտելով լուսավորված քաղաքը։ Այդ գիշեր Արմենը գալիս էր մոտակա հյուրանոցում կայացած հանդիպումից։ Դա այն բարեգործական հանդիպումներից էր, որոնց իր դիրքը ստիպում էր նրան մասնակցել, որտեղ հարուստ գործարարները հավաքվում էին թանկարժեք ընթրիքի նվիրատվություններ քննարկելու, որոնք ավելի շատ ծառայում էին հարկերը թեթացնելուն, քան իրապես որևէ մեկին օգնելուն։ Նա շուտ էր դուրս եկել, հոգնած դատարկ խոսակցություններից, կեղծ ժպիտներից, որոշել էր մի փոքր քայլել, նախքան իր վարորդին կանչելը։ Նա պարզապես ուզում էր արագ սուր չխմել, զգալ քաղաքի շարժումը, հիշել, որ հանդիպումների սենյակներից միլիոնավոր դրամների պայմանագրերից այն կողմ կյանք կա։ Հենց այդ ժամանակ նա տեսավ Լուսինեին։ Արմենը կանգ առավ մայթի մեջտեղում, կարծես ստամոքսին հարված ստացած լիներ։ Նրա շունչը կտրվեց կոկորդում։ Այնտեղ, սուրբ ծննդյան լույսերով լուսավորված հացի փռի դիմաց, մի երեխա կար, որը հազիվ էր ոտքի վրա կանգնում, հուսահատ փորձելով քարշ տալ ալյուրի պարկը, որն իրենից մեծ էր։ Նրա ձեռքերը սկսեցին դողալ։ Այդ պատկերի մեջ մի բան նրան հարվածեց այնպիսի ուժով, որը նա չէր սպասում, որը նա պատրաստ չէր զգալու։ Հանկարծ նա այլս Աբովյան փողոցը չէր տեսնում։ Դա Մալաթիա Սեբաստիայի ծայրամասերում գտնվող հողոտ ճանապարհ էր, ավելի քան 40 տարի առաջ։ Նա 7 տարեկան տղա էր, պատառոտված հագուստով, բոբիկ ոտքերով, քաղցից գվվացող ստամոքսով, կանգնած հացի փռի դռան մոտ, խնդրելով այն, ինչ իրեն կարող էին տալ։ Նա հիշում էր, թե ինչպես էին մարդիկ իրեն նայում, խղճահարության արամարանքի խառնուրդով, կարծես ինքը մարդուց պակաս լիներ աղքատ լինելու պատճառով։ Հիշում էր, երսելու նվաստացումը, ծանր աշխատանքների ենթարկվելու անհրաժեշտությունը, միայն թե սննդի մնացորդներ ստանար։ Սոնայի ձայնը, որը գոռում էր Լուսինեի վրա, նրան վերադարձրեց ներկա։ Այս թուլությունը այստեղ պետք չէ, լսեցի՞ր։ Եթե հաց ես ուզում, պետք է արժանանաս։ Արմենը զգաց, թե ինչպես մի բան այրվեց իր կրծքավանդակում։ Դա պարզապես զայրույթ չէր։ Դա խորը, ներքին վրդովմունք էր, որը գալիս էր մի տեղից, որը նա փակել էր տասնամյակներ առաջ։ Առանց մտածելու, նրա ոտքերը սկսեցին շարժվել։ Նա վճռական քայլերով անցավ փողոցը, վերարկուն ծածանվում էր նրա հետից, մի քանի վայրկյանում նա հացի փռի դիմաց էր։ Լուսինեն աչքերը բարձրացրեց, վախեցած իր կողքին հայտնված տպավորիչ կերպարից։ Նա մի քայլ հետ գնաց, երկյուղած, բռնելով ալյուրի պարկը, կարծես դա իր միակ ունեցվածքը լիներ աշխարհում։ Նրա աչքերը հանդիպեցին Արմենի աչքերին, մի պահ միայն լռություն էր։ Սոնան, որը դիտում էր հացի փռի ներսից, ճակատը կնճռոտեց։ Նա ճանաչում էր այդպիսի տղամարդկանց։ Թանկարժեք կոստյումներ, ամբարտավան կեցվածք, տեսակներ, որոնք կարծում էին, թե կարող են հայտնվել բարոյականության դասեր տալ, առանց իմանալու մարդկանց իրականությունը։ Նա ձեռքերը խաչեց դուրս եկավ հացի փռից, կանգնելով դռան շեմին, մարտահրավեր նետող արտահայտությամբ։ Կարող եմ ձեզ որևէ բանով օգնել, պարոն։ Նրա ձայնը սուր երանգ ուներ, բայց Արմենը չվախեցավ։ Նա մատնացույց արեց Լուսինեին, նրա աչքերը դեռ սերված էին երեխայի վրա։ Ինչու է այս տարիքի աղջիկը այսպիսի ծանրություն տանում։ Սոնան ուսերը թոթվեց, կարծես հարցը չափազանց ակնհայտ լիներ պատասխան ստանալու համար։ Նա հաց է ուզում, աշխատում է։ Այդքան պարզ։ Ես այստեղ բարեգործություն չեմ անում, պարոն։ Արմենը բռունցքները սեղմեց վերարկուի գրպաններում։ Նրա ձայնը երբ հնչեց, ցածր էր, բայց լի այնպիսի հեղինակությամբ, որը Սոնային ստիպեց ակամայից մի քայլ հետ գնալ։ Սա աշխատանք չէ։ Սա երեխայի շահագործում է։ Նա հազիվ է ոտքի վրա կանգնում, իսկ դուք պահանջում եք, որ նա պարկեր տանի, որոնք նույնիսկ մեծահասակը դժվարությամբ կբարձրացներ։ Սոնան աչքերը տնկեց, զայրացած։ Տեսեք, պարոն, ես չգիտեմ, թե դուք ձեզ ում տեղն եք դրել, բայց այս աղջ Իգը ամեն օր այստեղ է հայտնվում, ուտելիք խնդրելով։ Ես կարող էի պարզապես նրան դուրս անել, բայց ես նրան հնարավորություն եմ տալիս աշխատելու վաստակելու այն, ինչ իրեն պետք է։ Եթե դուք դա վատ եք համարում, ապա գուցե դուք պետք է նրան ձեր տուն տանեք կերակրեք։
Սադրանքը նետվեց որպես մարտահրավեր, բայց Սոնան չէր սպասում այն, ինչ տեղի ունեցավ հետո։ Արմենը նորից նայեց Լուսինեին։ Աղջիկը դողում էր ոչ միայն ցրտից, այլ վախից։ Նա լավ չէր հասկանում, թե ինչ է կատարվում, բայց գիտեր, որ մեծահասակների միջ վեճերը հազվադեպ էին լավ ավարտվում իր համար։ Կյանքի փորձը նրան սովորեցրել էր անտեսանելի լինել, ուշադրություն չգրավել, ընդունել այն, ինչ իրեն տալիս էին հեռանալ։ Բայց Արմենը չէր կարող պարզապես հեռանալ։ Նա կրացավ, հասնելով Լուսինեի աչքերի մակարդակին, խոսեց այնպիսի մեղմությամբ, որը զարմացրեց նույնիսկ իրեն։ Անունդ, ի՞նչ է։ Նրա ձայնը քնքուշ էր, մի բան, որ Լուսինեն սովոր չէր լսել։ Նա տատանվեց, արագ նայելով Սոնային, կարծես խոսելու թույլտվություն խնդրեր։ Երբ հացի փռի տիրուհին միայն փնթփնթաց երեսը թեքեց։ Լուսինեն պատասխանեց գրեթե անլսելի շշուկով. Լուսինե։ Արմենը գլխով արեց, կոկորդում մի գունդ առաջացավ։ Լուսինե, ինչու ես այստեղ։ Ինչու ես այս աշխատանքն անում։ Աղջիկը ստորին շուրթը գծեց, նրա աչքերը սկսեցին փայլել զսպված արցունքներից։ Նա չէր ուզում լաց լինել։ Լաց լինելը նշանակում էր թուլություն, իսկ թուլությունը հաց չստանալ։ Բայց այդ անծանոթ մարդու ձայնի քնքշությունը կոտրում էր այն պաշտպանական պատերը, որոնք նա կառուցել էր։ Քույրս։ Նա հիվանդ է։ Նա պետք է ուտի։ Բառերը դուրս եկան կտրտված, կարծես յուրաքանչյուր վանք հսկայական ջանք արժենար։ Արմենը մի պահ փակեց աչքերը, զգալով, թե ինչպես հին ցավն արթնացավ իր կրծքում։ Նա ճանաչում էր այդ պատմությունը։ Նա ապրել էր այդ պատմությունը։ Որտեղ է քո քույրը հիմա։ Լուսինեն անորոշ մատնացույց արեց մի մութ նրբանցքի ուղղությամբ, որը տանում էր դեպի թաղամասի հետնամաս, որտեղ շենքերը տեղի էին տալիս անկայուն կառույցների ինքնաշեն տնակների։ Այնտեղ։ Մենք այնտեղ ենք ապրում։ Արմենը ոտքի կանգնեց, նրա որոշումը կայացված էր։ Նա նայեց Սոնային մի արտահայտությամբ, որը քննարկման տեղ չէր թողնում։ Դու նրան որքան էիր տալու։ Սոնան թարթեց, շփոթված հարցից։ Ինչ նկատի ունեք։ Այս աշխատանքի դիմաց որքան հաց էիր նրան տալու։ Հացի փռի տիրուհին տատանվեց, ակնհայտորեն անհարմար զգալով։ 2-3 հին հաց։ Երեկվանից մնացած։ Արմենը դրամապանակը հանեց վերարկուի ներքին գրպանից։ Նա բացեց այն, հանեց մի քանի թղթադրամ, մեկնելով Սոնային։ Ես ուզում եմ 10 թարմ հաց։ Եվ նա ուզում եմ կաթ, կարագ, եր։ Շիկեղեն այն ամենը, ինչ անհրաժեշտ է ընտանիքին արժանապատիվ ընթրիքի համար։ Հիմա պատրաստեք։ Սոնան նայեց փողին, նրա աչքերը լայնացան։ Դա շատ ավելին էր, քան նա կվաստակեր մի ամբողջ շաբաթվա աշխատանքով։ Նա արագ վերցրեց թղթադրամները, կարծես Արմենը կարող էր մտափոխվել, շտապ մտավ հացի փուռ, պատվերը պատրաստելու։ Արմենը ուշադրությունը դարձրեց Լուսինեին, որը նրան դիտում էր շփոթության երկչոտ հույսի խառնուրդով։ Դու ինձ կտանես քո քրոջ մոտ։ Այլս ոչինչ տանելու կարիք չկա։ Ես ամեն ինչ կտանեմ։ Լուսինեն թարթեց, դեռ մարսելով, թե ինչ է կատարվում։ Ոչ ոք երբեք այդքան բարի չէր եղել իր հետ։ Ոչ ոք երբեք չէր հոգացել։ Նա դանդաղ գլխով արեց, դեռ երկյուղած, բայց այդ մարդու հայացքում մի բան նրան ստիպում էր զգալ, որ գուցե կարող է վստահել։ Մինչ նրանք սպասում էին, որ Սոնան պատրաստի ուտելիքը, Արմենը դիտում էր Լուսինեին։ Աղջիկը դողում էր ցրտից, հագին ունենալով միայն բարակ շապիկ ծնկների մոտ պատրված տաբատ։ Առանց երկու անգամ մտածելու, նա հանեց իր վերարկուն դրեց նրա ուսերին։ Վերարկուն չափազանց մեծ էր, քսվում էր։ Գետնին, բայց տաք էր ու բուրավետ, Լուսինեն փաթաթվեց դրա մեջ, թեթացած հոգոց հանելով։ Սոնան վերադարձավ երկու լիքը տոպրակներով։ Կային թարմ, դեռ տաք հացեր, տուփով կաթ, պանիր, խոզապուխտ, մարգարին, նույնիսկ մի քանի թխվածքաբլիթ ու մի փոքրիկ տորտ, որը նա պահել էր։ Նա տոպրակները տվեց Արմենին, առանց որևէ բան ասելու, բայց հիմա նրա հայացքում մի ուրիշ բան կար։ Գուցե դա ամոթն էր։ Գուցե պարզապես անհարմարությունն էր, իր դաժանությունն այդքան բացահայտ տեսնելուց։ Արմենը վերցրեց տոպրակները, նայեց Լուսինեին։ Տար ինձ քո քրոջ մոտ։ Նրանք քայլեցին Աբովյան փողոցով, անցնելով լուսավորված խանութների շտապող մարդկանց կողքով։
Լուսինեն առաջնորդում էր դեռ փաթաթված Արմենի վերարկուի մեջ, իսկ նա գալիս էր անմիջապես հետից, առանց որե ջանքի տանելով ծանր տոպրակները։ Մարդիկ հետաքրքրությամբ նայում էին նրանց, այդ անթերի հագնված տղամարդուն, որը հետում էր փողոցային երեխային, բայց ոչ ոք ոչինչ չասաց։ Նրանք թեքվեցին մի փոքր փողոց, հետո մեկ ուրիշը, մինչ որ սուրբ ծննդյան լույսերի փայլը սկսեց անհետանալ։ Մայթերը նեղացան։ Շենքերը տեղի տվեցին պարզ տների, իսկ հետո էլ ավելի անկայուն կառույցների։ Բույրը նույնպես փոխվեց։ Այլս տոնական թխվածքի սուրճի բույր չէր։ Դա անխնամ կոյուղու, կուտակված աղբի, խոնավության բույրն էր։ Արմենը ճանաչում էր այդ բույրը։ Նա մեծացել էր դրանով շրջապատված։ Վերջապես Լուսինեն կանգնեց մի կառույցի դիմաց, որը հազիվ թե արժանի էր տուն կոչվելու։ Դա փայտից ու բրեզենտից պատրաստված տնակ էր, սեղմված նմանատիպ այլ տնակների միջ, մի նրբանցքում, որն այնքան նեղ էր, որ երկու մարդ հազիվ թե կարողանային կողք կողքի անցնել։ Դուր չկար, միայն մուտքի մոտ կախված հին վարագույր։ Լուսինեն հրեց վարագույրը ներս մտավ։ Արմենը մի պահ տատանվեց, հետո հետեց նրան։ Ներսը նույնիսկ ավելի վատն էր, քան նա պատկերացնում էր։ Տարածքը մանր էր, գուցե ընդհանուր 3 քառակուսի մետր։ Կահույք չկար, միայն հատակին դրված բարակ ներքնակ, ծածկված կեղտոտ սավաններով։ Եվ այդ ներքնակի վրա, կողքի պառկած, մի աղջիկ կար, որը թվում էր 7-8 տարեկան։ Նրա անունը Անահիտ էր։ Նրա շագանակագույն մազերը կպել էին քրտնած ճակատին, դեմքը գունատ էր։ Իսկ շուրթերն ունեին մի տեսակ կապտավուն գույն, որը ստիպեց Արմենի սրտին սեղմվել։ Աղջիկը դժվարությամբ էր շնչում, կուրծքը անկանոն բարձրանում ու իջնում էր։ Նույնիսկ հեռվից նա կարող էր տեսնել, որ նա շատ հիվանդ է։ Լուսինեն վազեց դեպի քույրը, ծնկի իջավ նրա կողքին, զգուշությամբ դիպչելով նրա դեմքին։ Անահիտ, ես ուտելիք եմ բերել։ Եվ մի մարդ, որը մեզ կօգնի։ Անահիտը դանդաղ բացեց աչքերը։ Դրանք Լուսինեի նման շագանակագույն էին, բայց խամրած էին, անկենդան։ Նա նայեց Արմենին դատարկ արտահայտությամբ, կարծես նույնիսկ զարմանալու էներգիա չուներ։ Արմենը տոպրակները դրեց հատակին, մոտեցավ։ Նա ծնկի իջավ ներքնակի կողքին, նրա թանկարժեք կոստյումը դիպավ կեղտոտ հատակին, ձեռքը մեկնեց, դիպչելու Անահիտի ճակատին։ Նա կրակի մեջ էր։ Ջերմությունը բարձր էր, վտանգավոր բարձր։ Որքան ժամանակ է նա այս վիճակում։ Լուսինեն գլուխը կախեց, նրա ձայնը փոքր էր։ 3 օր։ Նա գրեթե ոչինչ չի կարողանում ուտել։ Միայն մի քիչ ջուր է խմում։ Արմենը զգաց, թե ինչպես շտապողականության ալիքը պատեց իրեն։ Այդ աղջկան անհապաղ բժշկական օգնություն էր պետք։ Բայց ամեն ինչից առաջ նա պետք է հասկանար նրանց իրավիճակը։ Որտեղ են ձեր ծնողները։ Որտեղ են նրանք։ Լուսինեն սկսեց լուռ լաց լինել, արցունքները հոսում էին նրա կեղտոտ դեմքով։ Մայրիկը։ Նա վաղուց է գնացել։ Նա ասաց, որ գնում է աշխատանք փնտրելու, այլս չվերադարձավ։ Իսկ հայրիկին։ Մենք երբեք չենք ճանաչել։ Արմենը զգաց, թե ինչպես հատակը անհետացավ իր ծնկների տակից։ Երկու աղջիկ, բոլորովին մենակ աշխարհում, առանց որե մեկի, որ պաշտպանի նրանց, առանց որե մեկի, որ հոգ տանի նրանց մասին։ Եվ նրանցից մեկը շատ լուրջ վիճակի շեմին էր։ Նա նայեց Անահիտին, հետո Լուսինեին, այդ պահին կայացրեց իր կյանքի ամենակարևոր որոշումը։ Դուք ինձ հետ եք գալու։ Հիմա։ Անահիտին բժիշկ է պետք, ես նրան հիվանդանոց կտանեմ։ Լուսինեն աչքերը լայն բացեց, վախեցած։ Մենք հիվանդանոցի համար փող չունենք, պարոն։ Արմենը գլուխը թափահարեց, նրա ձայնը ամուր էր, բայց քնքուշ։ Ես ունեմ։ Եվ դու դրա մասին անհանգստանալու կարիք չունես։ Պարզապես պետք է ինձ վստահես։ Նա հեռախոսը հանեց գրպանից, արագ համար հավաքեց։ Երբ մյուս կողմից պատասխանեցին, նրա ձայնը ստացավ այն հրամայական տոնը, որը լավ գիտեին բոլոր նրանք, ովքեր աշխատում էին իր համար։ Պողոս, պետք է անմիջապես իմ հետից գաս։ Հիմա ուղարկում եմ տեղադրությունը։ Եվ արի ամենամեծ մեքենայով։ Ուղիղ գնում ենք Նաիրի բժշկական կենտրոն։ Պատրաստիր շտապ օգնության թիմի։ Որ մեզ ընդունեն։ Նա անջատեց նայեց աղջիկներին։
Անահիտն այնքան թույլ էր, որ հազիվ էր կարողանում աչքերը բաց պահել, բայց Լուսինեն նրան դիտում էր մի արտահայտությամբ, որը խառնուրդ էր վախի, չափազանց փխրուն հույսի, որը անվանել հնարավոր չէր։ Արմենը զգուշությամբ Անահիտին գրկեց, զարմանալով, թե որքան թեթ է նա։ Աղջիկը գործնականում միայն ոսկոր ու կաշի էր։ Նա թույլ տնքաց շարժումից, բայց դիմադրելու ուժ չուներ։ Լուսինեն բռնեց Արմենի տաբատի փեշից, դեռ կրելով նրա վերարկուն, հրաժարվելով նրան իր տեսադաշտից բաց թողնել։ Նրանք դուրս եկան տնակից, վերադարձան գլխավոր փողոց, որտեղ սովորական կյանքը շարունակվում էր, կարծես ոչինչ տեղի չէր ունեցել։ Սուրբ ծննդյան լույսերը դեռ ուրախ թարթում էին, մարդիկ դեռ վազում էին իրենց նվերների տոպրակներով, ամանորյա երգերը դեռ հնչում էին փողոցներում։ Բայց Արմենի համար ինչ-որ բան փոխվել էր։ Ինչ-որ խորը անդառնալի բան։ 10 րոպեից էլ քիչ անց միս, շքեղ մեքենա կանգնեց անկյունում։ Պողոսը, Արմենի վարորդը ավելի քան 15 տարի, արագ դուրս եկավ, բացեց հետի դուռը։ Նրա աչք երը լայնացան, երբ տեսավ իր տիրոջը, գրկին հիվանդ աղջիկ, իսկ մյուս կեղտոտ երեխան կառչել էր նրանից, բայց նա հարցեր չտվեց։ Նա բավականաչափ լավ էր ճանաչում Արմենին, որ իմանար, որ երբ նա որոշում է կայացնում, հետդարձի ճանապարհ չկա։ Ուղիղ գնում ենք, Նաիրի։ Արագ, բայց զգույշ։ Այո, պարոն։ Մեքենան շարժվեց, կտրելով Երանի ծանր երթևեկությունը այնպիսի վարպետությամբ, որը ցույց էր տալիս, որ նա գիտի քաղաքի յուրաքանչյուր կարճ ճանապարհ։ Մեքենայի ներսում Արմենը Անահիտին գրկին էր պահում, զգալով նրա ջերմությունը, որն այրում էր իր թանկարժեք վերնաշապիկի միջով։ Լուսինեն նստած էր նրա կողքին, աչքերը սերված քրոջ վրա, փոքրիկ ձեռքերը ամուր բռնել էին Անահիտի ձեռքը։ Ամեն ինչ լավ կլինի, շնջաց Արմենը, ավելի շատ իրեն, քան աղջիկներին։ Ամեն ինչ լավ կլինի։ Բայց մինչ մեքենան արագանում էր Երանի գիշերվա միջով, անցնելով լուսավորված թաղամասերով դեպի հիվանդանոց, Արմենը ոչ մի բանում վստահ չէր։ Վստահ չէր, թե Անահիտը կապրի։ Վստահ չէր, թե ինչ է անում, կամ ինչու է անում։ Այն ամենը, ինչ նա գիտեր, այն էր, որ տասնամյա կների ընթացքում առաջին անգամ նա զգում էր մի բան, բացի մշտական դատարկությունից, որը եղել էր իր ուղեկիցը այդքան երկար ժամանակ։ Նա նպատակ էր զգում։ Նա զգում էր, որ գուցե կյանքը իրեն երկրորդ հնարավորություն է տալիս անելու մի բան, որն իսկապես կարևոր է։ Եվ մինչ քաղաքի լույսերը արագ անցնում էին մեքենայի պատուհանից, Արմեն Պետրոսյանը, մարդը, որն ուներ ամեն ինչ, բայց երբեք ոչինչ չէր ունեցել, սկսեց հասկանալ, որ այդ Սուրբ Ծննդյան նախօրեն ընդմիշտ կփոխի իր կյանքը։ Նաիրի բժշկական կենտրոնը վեհորեն բարձրանում էր Երանի հեղինակավոր շրջանում, նրա ապակե աշտարակները արտացոլում էին քաղաքի լույսերը, որպես հույսի փարոս նրանց համար, ովքեր կարող էին իրենց թույլ տալ վճարել դրա ծառայությունների համար։ Դա երկրի ամենաթանկ լավագույնս հագեցած հիվանդանոցներից մեկն էր, մի վայր, որտեղ գործարարները, հայտնիները, քաղաքական գործիչները ստանում էին առաջնակարգ բուժում։ Սովորական մարդկանց համար, հատկապես Անահիտի Լուսինեի նման երեխաների համար, այդ վայրը կարծես պատկանում էր մեկ այլ աշխարհի, մի իրականության, որը չափազանց հեռու էր նույնիսկ երազելու համար։ Բայց Սուրբ Ծննդյան նախօրեի այդ գիշեր այդ աշխարհը բացվեց նրանց համար։ Արմենի մեքենան կանգնեց շտապ օգնության մուտքի մոտ, արգելակների մեղմ ճռինչով։ Նախքան Պողոսը կհասցներ անջատել շարժիչը, երկու բուժեղբայր մի կին բժիշկ արդեն վազում էին դեպի մեքենան։ Արմենը զանգահարել էր ճանապարհին, օգտագործելով իր ազդեցությունը երաշխավորելու, որ թիմը պատրաստ լինի։ Նա դուրս եկավ մեքենայից, Անահիտին գրկին, աղջիկը փետուրից թեթ էր իր կրծքին, անմիջապես բժշկական անձնակազմը շրջապատեց նրան։ Բժշկուհին, 40-ն անց մի կին, խնամքով հավաքված մազերով, ուշադիր աչքերով, արագ դիպավ Անահիտի ճակատին, ստուգեց նրա շնչառությունը։ Նրա դեմքը լրջացավ պրոֆեսիոնալ անհանգստության արտահայտությամբ։ Որքան ժամանակ է նա ջերմում։ Նրա ձայնը հաստատուն էր, կենտրոնացած։ 3 օր, ըստ քրոջ։ Արմենը ցույց տվեց Լուսինեին, որը իջել էր մեքենայից, կառչել էր նրա ոտքից, սարսափած այս ամբողջ շարժումից։ Բժշկուհին նշան արեց բուժեղբայրներին, որոնք անմիջապես պատգարակ բերեցին։ Արմենը զգուշությամբ Նահիտին դրեց դրա վրա, վայրկյանների ընթացքում աղջկան տանում էին հիվանդանոցի ներս։ Լուսինեն փորձեց վազել հետից, բայց բուժեղբայրներից մեկը նրան քնքշորեն բռնեց։ Նա իմ քույրն է։ Թողեք գնամ նրա հետ։ Լուսինեի ձայնը դուրս եկավ հուսահատ ճիչով։
Արմենը կռացավ նրա մակարդակին, ամուր, բայց քնքշորեն բռնելով նրա ուսերը։ Լուսինե, նայիր ինձ։ Բժիշկները կհոգան նրա մասին։ Նրանք լավագույններն են։ Բայց դու պետք է թողնես, որ նրանք աշխատեն։ Դու կարող ես այստեղ ինձ հետ մնալ, լավ։ Ես խոստանում եմ, որ մենք Անահիտին մենակ չենք թողնի։ Լուսինեն նայեց նրան լայն բացված, արցունքներով լի աչքերով, բայց գլխով արեց։ Նա այլ ընտրություն չուներ, քան վստահել այդ անծանոթ մարդուն, որը մի քանի ժամվա ընթացքում ամբողջությամբ փոխել էր նրանց իրականությունը։ Նրանք միասին մտան հիվանդանոց, Արմենը ձեռքը դրած Լուսինեի ուսին, նրան առաջնորդելով փայլուն միջանցքներով։ Ախտահանիչի հոտը, խառնված սառը օդորակիչի հետ, այնքան տարբեր էր այն խոնավ ու տոտ տնակից, որտեղ նրանք ապրում էին, որ Լուսինեն զգում էր, կարծես մեկ այլ մոլորակում լիներ։ Պատերը սպիտակ ու մաքուր էին, հատակը փայլում էր, միջանցքներում սփռված էին թարմ ծաղիկներով ծաղկամաններ։ Բժիշկներն ու բուժքույրերը շտապով անցնում էին, բայց բոլորը կարծես հստակ գիտեին, թե ինչ են անում։ Մի ընդունարանի աշխատակցուհի մոտեցավ Արմենին, ձեռքին թղթապանակ, պատրաստ տեղեկություններ հավաքելու։ Նա արագ տրամադրեց իր տվյալները, երաշխավորելով, որ բոլոր ծախսերը կգրանցվեն իր հաշվին։ Աշխատակցուհին նայեց Լուսինեին, իր կեղտոտ հագուստով կյանքի դժվարություններից նշմարված դեմքով, բայց ոչ մի մեկնաբանություն չարեց։ Եթե նա տարօրինակ համարեց, որ Արմեն Պետրոսյանի նման մարդ այնտեղ է փողոցային երեխայի հետ, ապա իր կարծիքներն իրեն պահեց։ Նրանց ուղղորդեցին դեպի առանձնացված սպասասրահ, հեռու ընդհանուր տարածքից։ Դա հարմարավետ սենյակ էր, փափուկ բազմոցներով, մեծ էկրանով հեռուստացույցով, որը ցածր ձայնով միացված էր, նույնիսկ սեղանով, որի վրա դրված էին սուրճ, թեյ թխվածքաբլիթներ։ Լուսինեն լայն բացված աչքերով շուրջը նայեց, կարծես չէր կարող հավատալ, որ այդպիսի վայրեր իսկապես գոյություն ունեն։ Սովա։ Ձեզ, քնքշորեն հարցրեց Արմենը։ Լուսինեն երկչոտ գլխով արեց։ Արմենը նրա համար մի բաժակ նարնջի հյութ լցրեց, մի քանի թխվածքաբլիթ դրեց փոքրիկ ափսեի մեջ։ Աղջիկը դողացող ձեռքերով վերցրեց ամեն ինչ, սկսեց դանդաղ ուտել, բայց շուտով քաղցը հաղթեց, նա մի քանի վայրկյանում կուլ տվեց թխվածքաբլիթները։ Արմենը ավելին լցրեց, հետո մի քիչ էլ, սրտի ցավով դիտելով, թե ինչպես է նա ուտում այն ագահությամբ, որը բնորոշ է մեկին, ով չգիտի, թե երբ կլինի հաջորդ կերակուրը։ Մինչ Լուսինեն ուտում էր, Արմենը նստեց բազմոցներից մեկին, հանեց հեռախոսը գրպանից։ Նրա միտքը արագ աշխատում էր, մշակելով այն ամենը, ինչ տեղի էր ունեցել վերջին ժամերին։ Նա, որն անցկացրել էր վերջին 30 տարիները կառուցելով գործարար կայսրություն, որը որոշումներ էր կայացնում, որոնք միլիոնավոր դրամներ էին շարժում ամեն օր, որը բանակցում էր քաղաքական գործիչների հզոր գործարարների հետ, հանկարծ իրեն գտավ պատասխանատու երկու երեխաների համար, որոնց նա նույնիսկ չէր ճանաչում։ Եվ ամենազարմանալի մասն այն էր, որ նա չէր զղջում։ Իրականում, երկար ժամանակ անց առաջին անգամ նա զգում էր, որ անում է մի բան, որն իսկապես կարևոր է։ Բայց գործնական իրականությունը շուտով սկսեց թակել դուռը։ Ինչ պետք է աներ նա, երբ Անահիտը ապաքինվեր։ Որ պետք է գնային աղջիկները։ Նա չէր կարող պարզապես նրանց հետ տանել այն սարսափելի տնակ։ Բայց նա չգիտեր, թե արդյոք իրավունք ուներ որոշումներ կայացնելու նրանց կյանքի համար։ Դրանք բարդ հարցեր էին, որոնք ներառում էին սոցիալական ծառայություններ, իշխանություններ, բյուրոկրատիա։ Արմենը սովոր էր լուծել բարդ խնդիրներ, բայց սա այլ էր։ Սա վերաբերում էր մարդկային կյանքերին, խոցելի երեխաներին, նա վստահ չէր, թե ինչպես վարվել։ Նրա մտքերը ընդհատվեցին, երբ սպասասրահի դուռը բացվեց։ Դա այն բժշկուհին էր, որը զբաղվել էր Անահիտով։ Արմենը անմիջապես ոտքի կանգնեց, իսկ Լուսինեն թողեց թխվածքաբլիթը, որը ուտում էր, նրա աչքերը սերված էին բժշկուհու վրա։ Ինչպես է նա։ Արմենի ձայնը դուրս եկավ ավելի անհանգիստ, քան նա մտադրվել էր։ Բժշկուհին հոգոց հանեց, նստեց աթոռներից մեկին, նշան անելով Արմենին նույնպես նստել։ Նա նայեց Լուսինեին, հետո նորից Արմենին, զգուշությամբ ընտրելով բառերը։ Նրա վիճակը նուրբ է։ Նա ունի ծանր շնչառական վարակ, հավանաբար թոքաբորբ։ Երկար օրեր տաց բարձր ջերմությունը շատ է թուլացրել նրա օրգանիզմը։ Բացի այդ, նա ունի ծանր թերսնուցման սակավարյունության հստակ նշաններ։ Նրա մարմինը միաժամանակ պայքարում է մի քանի ճակատներում։ Լուսինեն ամուր բռնեց Արմենի ձեռքը, նրա փոքրիկ մատները սեղմում էին նրանը։ Նա կարող էր զգալ, թե ինչպես է դողում։ Նա լավանալով է։
Հարցը դուրս եկավ վախեցած շշուկով։ Բժշկուհին կարեկցանքով նայեց աղջկան։ Մենք կանենք այն ամենը, ինչ կարող ենք։ Նա ստանում է ուժեղ հակաբիոտիկներ, հեղուկներ, ջրազրկումը կանխելու համար։ Մենք պետք է իջեցնենք ջերմությունը, պայքարենք վարակի դեմ։ Առաջիկա ժամերը վճռորոշ են, բայց նա լավ ձեռքերում է։ Արմենը գլխով արեց, կրծքում ծանր բեռ զգալով։ Նա նայեց բժշկուհուն, ցածր ձայնով հարցրեց. Նրան կարելի է տեսակցել։ Դեռ ոչ։ Նա պետք է հանգստանա, թույլ տա, որ դեղերը ազդեն։ Բայց հենց հնարավոր լինի, ես ձեզ կտեղեկացնեմ։ Բժշկուհին դադար տվեց, հետո հարցրեց, նրա ձայնը մեղմ էր։ Դուք ընտանիք եք։ Հարցը անակնկալի բերեց Արմենին։ Նա նայեց Լուսինեին, որը նրան դիտում էր այն շագանակագույն աչքերով, որոնք լի էին հույսով, վախով, զգաց, թե ինչպես մի բան շարժվեց իր ներսում։ Ընտանիք նա չուներ։ Տասնամյակներ շարունակ։ Բայց այնտեղ, այդ պահին, այդ երեխայի հետ, որը բռնել էր իր ձեռքը, կարծես ինքը միակ ամուր բանը լիներ փլուզվող աշխարհում, նա զգաց մի բան, որը չգիտեր ինչպես անվանել։ Այո։ Բառը դուրս եկավ, նախքան նա կհասցներ լավ մտածել։ Այո, մենք ընտանիք ենք։ Բժշկուհին գլխով արեց, կարծես գոհ լինելով պատասխանից, ոտքի կանգնեց։ Ես ձեզ կտեղեկացնեմ ցանկացած փոփոխության մասին։ Փորձեք մի փոքր հանգստանալ։ Երկար գիշեր է լինելու։ Նա դուրս եկավ, Արմենը մնաց այնտեղ նստած, դեռ մարսելով իր ասածը։ Լուսինեն քաշեց նրա վերնաշապիկի թից, նրա աչքերը փայլում էին։ Դուք ասացիք, որ մենք ընտանիք ենք։ Արմենը նայեց նրան կոկորդում մի գունդ զգաց։ Նա չգիտեր ինչ պատասխանել, որովհետև ինքն էլ չէր հասկանում, թե ինչու էր դա ասել։ Բայց նայելով այդ աղջկան, տեսնելով, թե ինչպես է նա իրեն նայում այն վստահությամբ, որին ինքը արժանի չէր, բայց հուսահատորեն ուզում էր արդարացնել, նա հասկացավ, որ գուցե ինչ-որ տարօրինակ անսպասելի ձով դա ճիշտ էր։ Այո։ Ես ասացի։ Եվ մենք կհոգանք ձեր երկուսի մասին։ Խոստանում եմ։ Լուսինեն նետվեց նրա գիրկը, ամուր գրկելով, Արմենը բռնեց նրան, զգալով նրա արցունքները, որոնք թրջում էին իր թանկարժեք վերնաշապիկը։ Նա ձեռքը անցկացրեց աղջկա փնթի մազերի միջով, տասնամյակների ընթացքում առաջին անգամ թույլ տվեց, որ իր սեփական արցունքները հոսեն։ Ժամերը ձգվեցին այդ սպասասրահում։ Արմենը զանգահարեց Պողոսին, ուղարկեց նրան Լուսինեի համար մաքուր հագուստ բերելու մի խանութից, որը դեռ բաց կլիներ, ինչպես նա որոշ անձնական հիգիենայի պարագաներ։ Մինչ սպասում էին, նա օգնեց Լուսինեին լոգանք ընդունել հիվանդանոցի առանձին լոգասենյակներից մեկում։ Աղջիկը սկզբում ամաչում էր, բայց Արմենը օգնության կանչեց Մարինե անունով մի բարի բուժքրոջ, նրանք միասին կարողացան նրան մաքուր ու կոկիկ դարձնել։ Երբ Լուսինեն դուրս եկավ լոգանքից, նոր հագուստով լվացված ու սանրված մազերով, նա բոլորովին այլ երեխա էր թվում։ Նրա շագանակագույն աչքերը փայլում էին, այտերին մի փոքր գույն էր հայտնվել ուտելիքից, հիվանդանոցի ջերմությունից, առաջին անգամ, երբ Արմենը նրան ճանաչել էր, նա ժպտաց։ Դա երկչոտ, մի տեսակ ամաչկոտ ժպիտ էր, բայց անկեղծ էր։ Դու շատ գեղեցիկ ես, ասաց նա, դա ճիշտ էր։ Լուսինեն աչքերը իջեցրեց, ակնհայտորեն սովոր չլինելով հաճոյախոսություններ ստանալուն, բայց ժպիտը չանհետացավ նրա դեմքից։ Գրեթե առավոտյան 3-ն էր, երբ բժշկուհին վերադարձավ։ Արմենը ննջել էր բազմոցին, Լուսինեն փաթաթված էր նրա կողքին, նույնպես քնած։ Դռան մեղմ թակոցը արթնացրեց նրան, նա արագ ոտքի կանգնեց, զգույշ լինելով, որ չարթնացնի աղջկան։ Բժշկուհին ժպտաց, դա բավական էր, որ Արմենը հսկայական թեթություն զգա։ Ջերմությունն իջել է։ Նա ավելի լավ է շնչում։ Դեռ վաղ է ասել, որ վտանգից դուրս է, բայց նա լավ է արձագանքել դեղերին։ Դա հիանալի նշան է։ Արմենը հոգոց հանեց, որը չգիտեր, որ զսպում էր։ Կարող եմ տեսնել նրան։ Կարող եք։ Բայց միայն մի քանի րոպեով։ Նա պետք է հանգստանա։ Նա քնքշորեն արթնա։ Ցրեց Լուսինեին, նրանք երկուսով հետեցին բժշկուհուն հիվանդանոցի լուռ միջանցքներով։ Արդեն Սուրբ Ծնունդ էր։ Տեխնիկապես, կեսգիշերն արդեն անցել էր։ Շնորհավոր Սուրբ Ծնունդ, հեգնանքով մտածեց Արմենը։ Բայց գուցե, ինչ-որ տարօրինակ ձով, դա իսկապես հատուկ Սուրբ Ծնունդ էր։ Ամենահատուկը, որ նա ունեցել էր երկար ժամանակ։
Անահիտը առանձին սենյակում էր, պառկած հիվանդանոցային մահճակալին, սպիտակ ու մաքուր սավաններով։ Նրա կողքին մոնիտոր կար, որը նշում էր նրա սրտի զարկերը կայուն հանգստացնող ռիթմով։ Նրա շնչառությունը դեռ թույլ էր, բայց շատ ավելի լավ, քան առաջ։ Երբ Լուսինեն մտավ սենյակ, նրա աչքերը լցվեցին արցունքներով։ Անահիտ։ Նա վազեց դեպի մահճակալ, բռնեց քրոջ ձեռքը։ Անահիտը դանդաղ բացեց աչքերը, երբ տեսավ Լուսինեին, թույլ ժպիտ հայտնվեց նրա գունատ շուրթերին։ Լուսինե, դու գեղեցիկ ես։ Նրա ձայնը ընդամենը շշուկ էր, բայց դա նրա ձայնն էր, դա էր կարորը։ Լուսինեն միաժամանակ ծիծաղեց ու լաց եղավ, բռնելով քրոջ ձեռքը, կարծես այլս երբեք բաց չէր թողնելու։ Արմենը կանգնած էր դռան մոտ, դիտելով տեսարանը։ Այդ պահին մի խորապես հուզիչ բան կար, այն ձում, թե ինչպես էին երկու քույրերը իրար նայում, կարծես նրանք միակ բանը լինեին, որ կարոր էր աշխարհում։ Եվ գուցե այդպես էլ կար։ Նրանց համար մեկը մյուսի ունեցած ամեն ինչն էր։ Անահիտը գլուխը շրջեց, տեսավ Արմենին։ Նրա շագանակագույն աչքերը, որոնք այնքան նման էին Լուսինեի աչքերին, հետաքրքրությամբ ուսումնասիրեցին նրան։ Դուք ո՞վ եք։ Նախքան Արմենը կհասցներ պատասխանել, Լուսինեն առաջ անցավ, նրա ձայնը լի էր խանդավառությամբ։ Նա Արմենն է։ Նա մեզ օգնեց, Անահիտ։ Նա ուտելիք բերեց, մեզ այստեղ բերեց։ Նա ասաց, որ մենք ընտանիք ենք։ Անահիտը երկար պահ նայեց Արմենին, հետո, զարմանալիորեն, նա նույնպես ժպտաց։ Դա հոգնած ժպիտ էր, բայց դրա մեջ երախտագիտություն կար։ Շնորհակալ եմ։ Բառը պարզ էր, բայց հսկայական կշիռ ուներ։ Արմենը գլխ։ Ով արեց, կոկորդը չափազանց սեղմված էր խոսելու համար։ Նա մոտեցավ մահճակալին, քնքշորեն դիպավ Անահիտի թին։ Դու լավանալու ես։ Խոստանում եմ։ Բժշկուհին հայտնվեց դռան մոտ, նշան անելով, որ ժամանակն է թողնել Անահիտին հանգստանա։ Լուսինեն դժկամությամբ բաց թողեց քրոջ ձեռքը, բայց վերջապես զիջեց, երբ Անահիտը շշնջաց, որ ամեն ինչ լավ է, որ ինքը մի փոքր քնելու է։ Վերադառնալով սպասասրահ, Արմենը հասկացավ, որ պետք է գործնական որոշումներ կայացնի։ Նա զանգահարեց Մարգարիտային, իր փաստաբանին, այն քիչ մարդկանցից մեկին, ում իսկապես վստահում էր։ Նա քննադատախ պատասխանեց, ակնհայտորեն զայրացած լինելով Սուրբ Ծննդյան օրը արթնանալուց, բայց երբ Արմենը արագ բացատրեց իրավիճակը, նա մի պահ լռեց։ Արմեն, դու գիտես, որ սա բարդ է լինելու, այնպես չէ։ Այս երեխաները հավանաբար պետք է լինեն պետության խնամքի տակ։ Օրենսդրական հարցեր կան։ Գիտեմ։ Բայց ես նրանց չեմ թողնելու վերադառնան այն վայր։ Չեմ թողնելու։ Նրա ձայնը հաստատուն էր, առանց վիճաբանության տեղ թողնելու։ Ինձ պետք է, որ դու օգնես ինձ սա ճիշտ ձով անել։ Օրինակ։ Ես ուզում եմ նրանց խնամակալությունը ստանալ։ Երկար դադար եղավ գծի մյուս կողմում։ Մարգարիտան Արմենը ավելի քան 15 տարի միասին էին աշխատում, նա երբեք նրան այդքան վճռական չէր տեսել մի բանի հանդեպ, որը բիզնես չէր։ Լավ։ Ես կսկսեմ ուսումնասիրել, թե ինչ պետք է անենք։ Բայց Արմեն, վստահ ես։ Սա ամբողջությամբ կփոխի քո կյանքը։ Արմենը նայեց Լուսինեին, որը նորից քնել էր բազմոցին, փաթաթված ծածկոցի մեջ, որը մի բուժքույր էր բերել։ Նրա արտահայտությունը առաջին անգամ խաղաղ էր, առանց այն անհանգստության բեռի, որը նա կրել էր, երբ նա նրան ճանաչել էր։ Վստահ եմ։ Նա անջատեց նստեց Լուսինեի կողքին, դիտելով նրա քունը։ Նրա միտքը լի էր մտքերով, հիշողություններով, զգացմունքներով, որոնք նա պահել էր այնքան երկար, որ գրեթե մոռացել էր, որ դրանք գոյություն ունեն։ Նա մտածեց իր սեփական մանկության մասին, այն գիշերների մասին, երբ նա քաղցած էր քնել, ցրտից դողալով, չիմանալով, թե կապրի մինչ հաջորդ օրը։ Մտածեց այն կնոջ մասին, որը մի անգամ իրեն օգնել էր, որը նրան հաց մի քանի բարի խոսք էր տվել, որոնք հույսի սերմ էին ցանել իր սրտում։ Այդ կինը երբեք չիմացավ, թե ինչ ազդեցություն է ունեցել իր կյանքի վրա։ Նա հավանաբար նույնիսկ չէր հիշում նրան։ Բայց նա հիշում էր։ Եվ հիմա, տասնամյակներ անց, կյանքը նրան հնարավորություն էր տալիս լինել այդ մարդը մեկ ուրիշի համար։ Հնարավորություն լինելու մեկնված երգը, առատաձեռն սիրտը, ձայնը, որն ասում է դու մենակ չես։ Նա չգիտեր, թե արդյոք պատրաստ է։ Չգիտեր, թե լավ հայր կլինի, կամ խնամակալ, կամ այն, ինչ նա դառնում էր այդ աղջիկների համար։
Բայց գիտեր, որ պետք է փորձի։ Որովհետև եթե նա չփորձեր, եթե նա պարզապես թողներ նրանց վերադառնան այն սարսափելի կյանքին, նա երբեք իրեն չէր ների։ Պատուհանից դուրս Երան քաղաքը սկսում էր արթնանալ Սուրբ Ծննդյան օրվա համար։ Արածակի առաջին լույսերը երկինքը ներկում էին վարդագույն ոսկեգույն երանգներով։ Հազարավոր տներում ընտանիքները արթնանում էին նվերներ բացելու, տոնական սեղաններ պատրաստելու, միասին տոնելու։ Եվ այնտեղ այդ հիվանդանոցում մի լուր սպասասրահում մի միայնակ տղամարդ երկու որբ աղջիկ կազմում էին մի բանի անհավանական սկիզբ, որը գուցե ժամանակի հոգատարության շնորհիվ կարող էր դառնալ իսկական ընտանիք։ Բայց մինչ այդ քնքուշ պահը ծավալվում էր հիվանդանոցում, Երանի մեկ այլ մասում որոշ խաղաքարեր սկսեցին շարժվել։ Սոնան, հացի փռի տիրուհին, այդ գիշեր չէր կարողացել քնել։ Այն տեսարանը, որին նա ականատես էր եղել, այն թե ինչպես էր այդ հարուստ մարդը իրեն դիմակայել, այն թե ինչպես էր նա Լուսինեին տարել, այս ամենը նրան խորապես անհանգստացրել էր։ Դա խղճի խայտ չէր, ոչ ճիշտ այդպես։ Ավելի շատ զգացողություն էր, որ մի մեծ բան էր տեղի ունեցել, մի բան, որը կարող էր հետանքներ ունենալ։ Նա Լուսինեին ճանաչում էր ամիսներ շարունակ։ Աղջիկը գրեթե ամեն օր հայտնվում էր, աշխատանք խնդրելով ուտելիքի դիմաց։ Սոնան միշտ կարծում էր, որ լավություն է անում, երեխային հնարավորություն տալով ինչ-որ բան վաստակելու, պարզապես մուրացկանություն անելու փոխարեն։ Բայց հիմա, մտքում վերապրելով գիշերը, նա սկսեց կասկածել։ Արդյոք նա դաժան էր եղել։ Արդյոք նա շահագործել էր խոցելի երեխային։ Եվ ով էր այդ մարդը։ Ինչ էր նա անելու աղջիկների հետ։ Սոնան վեր կացավ անկողնուց գնաց իր փոքրիկ բնակարանի պատուհանի մոտ, հացի փռի վերում։ Ներքում Աբովյան փողոցը հանգիստ էր, զարդարված Սուրբ Ծննդյան լույսերով, որոնք դեռ թարթում էին լուսադեմին։ Նա հոգոց հանեց, կրծքում մի ծանրություն զգալով, որը չէր կարողանում բացատրել։ Եթե դուք լինեիք Արմենի տեղում, կօգնեիք աղջիկներին, թե՞ պարզապես կշարունակեիք ձեր ճանապարհը։ Ասեք մեզ մեկնաբանություններում։ Մի նույն ժամանակ հիվանդանոցում Արմենը վերջապես թույլ տվեց, որ քունը տանի իրեն։ Նրա վերջին գիտակցությունը նախքան քնելը Լուսինեի մեղմ շնչառության զգացողությունն էր իր կողքին այն վստահությունը, որ անկախ նրանից, թե ինչ կպատահեր այդ պահից սկսած, նա այլևս մենակ չէր։ Ոչ էլ նրանք։ Սուրբ Ծննդյան օրվա արի առաջին շողերը ներս էին թափանցում Նաիրի բժշկական կենտրոնի պատուհաններից, բերելով ոսկեգույն լույս, որը կարծես նոր սկիզբների խոստում էր կրում։ Արմենն արթնացավ պարանոցի ցավից, բազմոցին նստած քնելու պատճառով, բայց ֆիզիկական անհարմարության զգացումը չնչին էր այն զգացմունքների փոթորկի համեմատ, որը պատել էր նրան։ Նրա կողքին Լուսինեն դեռ խորը քնած էր, վերջապես իսկապես հանգստանալով օրեր, գուցե շաբաթներ տաց անկնությունից հետո։ Նա զգուշությամբ վեր կացավ, որ չարթնացնի նրան, գնաց պատուհանի մոտ։ Ներքում Երանը տարածվում էր բոլոր ուղղություններով, մի հսկայական մետրոպոլիս, որը երբեք իսկապես չէր քնում։ Նույնիսկ Սուրբ Ծնունդ լինելով, փողոցներում մեքենաներ կային, մարդիկ քայլում էին, կյանքը շարունակվում էր։ Բայց Արմենի համար այդ առավոտ ամեն ինչ այլ էր թվում։ Կարծես նա առաջին անգամ էր տեսնում քաղաքը, աչքերով, որոնք վերջապես տեսնում էին թվերից, պայմանագրերից, գործարքներից այն կողմ, որոնք այդքան երկար սահմանել էին իր կյանքը։ Դուռը մեղմորեն բացվեց, ներս մտավ մի բուժքույր, նույն Մարինեն, որը նախորդ գիշեր օգնել էր Լուսինեին։ Նա ժպտաց, տեսնելով Արմենին արթուն։ Բարի լույս, պարոն Պետրոսյան։ Սուրճ նախաճաշի համար որոշ բաներ եմ բերել։ Նա սկուտեղը դրեց սուրճի սեղանիկի վրա։ Եվ լավ նորություններ ունեմ։ Անահիտը գիշերը կայուն է անցկացրել։ Ջերմությունը չի վերադարձել, նա շատ լավ է արձագանքում հակաբիոտիկներին։ Արմենը հսկայական թեթություն զգաց։ Կարող եմ տեսնել նրան։ Իհարկե։ Պատասխանատու բժիշկն արդեն թույլատրել է ավելի երկար տեսակցություններ։ Բայց գուցե ավելի լավ է փոքրիկին թողնել մի քիչ էլ քնի։ Մարինեն քնքշությամբ նայեց Լուսինեին։ Նա դժվար գիշեր է ունեցել, մինչ կարողացել է քնել։ Արմենը համաձայնեց։ Նա խմեց Մարինեի բերած տաք սուրճը, զգալով, թե ինչպես է ըմպելիքը տաքացնում իր հոգնած մարմինը։ Խմելու ընթացքում նրա միտքը սկսեց աշխատել այն ամենի գործնական հետանքների վրա, ինչ տեղի էր ունեցել։ Երկուշաբթին աշխատանքային օր էր լինելու, նա պետք է մի շարք իրավական գործողություններ սկսեր, երաշխավորելու, որ կարողանա պատշաճ կերպով հոգ տանել աղջիկների մասին։
Բայց դրանից առաջ նա պետք է ավելի լավ հասկանար նրանց իրավիճակը։ Ովքեր էին նրանց ծնողները։ Ինչու էին նրանք լքվել։ Արդյոք կար որևէ ընտանիք, որին կարելի էր գտնել։ Նրա մտորումներն ընդհատվեցին, երբ հեռախոսը թրթռաց։ Դա Մարգարիտայից էր, իր փաստաբանից։ Նա արդեն սկսել էր աշխատել, թե տոնական օր էր։ Հաղորդագրությունը երկար էր, մանրամասնելով խնամակալության գործընթաց սկսելու համար անհրաժեշտ քայլերը։ Կլիներ խնամակալության հոգաբարձության մարմնի ներգրավվածություն, սոցիալական աշխատողների այցելություններ, անցյալի ստուգումներ, հոգեբանական գնահատումներ։ Դա հեշտ կամ արագ չէր լինելու, բայց հնարավոր էր։ Մարգարիտան ավարտում էր հաղորդագրությունը ասելով, որ արդեն կապվել է որոշ ծանոթների հետ, որոնք կարող էին օգնել արագացնել գործընթացը։ Արմենն արագ պատասխանեց, շնորհակալություն հայտնելով, հետո ոտքի կանգնեց, Անահիտին տեսնելու։ Նա ծածկեց Լուսինեին ծածկոցով, համոզվելով, որ նա հարմարավետ է, լուր դուրս եկավ սենյակից։ Անահիտի սենյակը միջանցքի վերջում էր։ Երբ Արմենը ներս մտավ, գտավ աղջկան արթուն, նստած մահճակալին, մի քանի բարձերով հենված մեջքին։ Նա դեռ գունատ էր, բայց աչքերում ավելի շատ կյանք կար, քան նախորդ գիշեր։ Նախաճաշի սկուտեղը դրված էր մահճակալի կողքի սեղանին, Անահիտը դանդաղ ուտում էր ջեմով տոստ։ Բարի լույս, մեղմորեն ասաց Արմենը, որ չվախեցնի նրան։ Անահիտը նայեց նրան ժպտաց, փոքրիկ, բայց անկեղծ ժպիտով։ Բարի լույս։ Նրա ձայնը դեռ թույլ էր, բայց ավելի հստակ, քան առաջ։ Արմենը աթոռ քաշեց, նստեց մահճակալի կողքին։ Ինչպե՞ս ես քեզ զգում։ Ավելի լավ։ Անահիտը մի կում նարնջի հյութ խմեց։ Շատ ավելի լավ, քան առաջ էի զգում։ Այդ պարզ բառերում այնքան մեծ կշիռ կար։ Արմենը կարող էր պատկերացնել այն տառապանքը, որ նա անցել էր այդ ջերմության օրերին, պառկած այն կեղտոտ ներքնակին, առանց դեղերի, առանց օգնության, միայն մի փոքրիկ քրոջ հետ, որը հուսահատ փորձում էր նրան կենդանի պահել։ Անահիտ, ես քեզ մի քանի հարց պետք է տամ։ Գուցե դժվար լինի դրա մասին խոսել, բայց դա կարևոր է։ Լավ։ Անահիտը գլխով արեց, տոստը դնելով ափսեի մեջ։ Նրա բարակ մատները նյարդայնորեն խաղում էին Սավանի եզրի հետ։ Մայրդ։ Երբ ես նրան վերջին անգամ տեսել։ Աղջիկն աչքերը իջեցրեց, Արմենը կարող էր տեսնել, որ արցունքներ են սկսում գոյանալ։ Վաղուց։ 1 տարուց ավելի, կարծում եմ։ Նա ասաց, որ գնում է ուրիշ քաղաքում աշխատանք փնտրելու։ Ասաց, որ երբ կարողանա կայունանալ, կվերադառնա մեզ տանելու։ Բայց նա երբեք չվերադարձավ։ Ոչ։ Անահիտը սրբեց մի արցունք, որը դուրս էր պրծել։ Մենք շատ երկար սպասեցինք։ Լուսինեն դեռ հավատում է, որ մայրիկը կվերադառնա։ Բայց ես կարծում եմ, որ նա չի վերադառնա։ Բառերն ասվում էին ցավալի հասունությամբ, այդքան երիտասարդ մեկի համար։ Արմենը զգաց, որ սիրտը սեղմվում է։ Իսկ հայրդ։ Դու նրա մասին որևէ բան գիտես։ Անահիտը գլուխը թափահարեց։ Մայրիկը երբեք նրա մասին չէր խոսում։ Միայն մի անգամ ասաց, որ նա գնացել է, նախքան մենք կծնվեինք, որ նա նույնիսկ չգիտեր, որ մենք գոյություն ունենք։ Դու հիշում ես մորթ լրիվ անունը։ Մարինա Սարգսյան։ Անունը տարածված էր, ինչը կդժվարացներ որոնումը։ Բայց Արմենը մտքում նշում արեց, տեղեկությունը Մարգարիտային փոխանցելու համար։ Գուցե կային գրանցումներ, փաստաթղթեր, մի բան, որը կարող էր օգնել գտնել կնոջը կամ գոնե հասկանալ, թե ինչ է պատահել նրան։ Անահիտ, քանի դեռ մայրդ չի հայտնվել, դու Լուսինեն կարիք ունեք մեկի, որ հոգ տանի ձեր մասին։ Եվ ես։ Արմենը դադար տվեց, զգուշությամբ ընտրելով բառերը։ Ես կցանկանայի լինել այդ մարդը։ Եթե դուք ուզում եք, իհարկե։ Անահիտը նայեց նրան այն մեծ ու լուրջ աչքերով, մարսելով նրա ասածը։ Բայց մենք ձեզ չենք ճանաչում։ Գիտեմ։ Եվ դու լիովին իրավունք ունես վախենալու կամ ինձ չվստահելու։ Բայց խոստանում եմ, որ ամեն ինչ կանեմ ձեր մասին լավ հոգ տանելու համար։ Ես ձեզ կտամ անվտանգ տուն, ուտելիք, կրթություն, այն ամենը, ինչ ձեզ պետք է։ Եվ եթե ապագայում մայրդ վերադառնա, ոչինչ չի խանգարի, որ դուք նրա հետ մնաք։ Ես պարզապես ուզում եմ համոզվել, որ դուք լավ կլինեք մինչ այդ։
Անահիտը երկար պահ լուռ մնաց, աչքերը սերված Արմենի վրա, կարծես փորձում էր կարդալ նրա հոգին։ Վերջապես, նա փոքրիկ ձայնով հարցրեց. Ինչո՞վ։ Ինչո՞ւ եք ուզում դա անել մեզ համար։ Հարցը պարզ էր, բայց պատասխանը բարդ։ Արմենը խորը շունչ քաշեց, որոշելով ազնիվ լինել։ Որովհետև երբ ես երեխա էի, ես ձեզ նման էի։ Ես քաղցած եմ մնացել։ Ես ոչ ոք չունեի։ Եվ մեկը ինձ օգնեց մի անգամ, երբ ես ամենաշատն էի դրա կարիքն ունեցել։ Այդ օգնությունը փոխեց իմ կյանքը։ Ինձ հնարավորություն տվեց։ Եվ հիմա, տեսնելով ձեզ, կարծես ես հնարավորություն եմ ստանում հատուցելու ձեզ համար լինելու այն, ինչ այդ մարդը եղավ ինձ համար։ Անահիտը լուռ ընդունեց բառերը։ Հետո դանդաղ նա իր փոքրիկ ձեռքը մեկնեց դեպի Արմենը։ Նա զգուշությամբ վերցրեց նրա ձեռքը, զգալով, թե ինչպես են փխրուն մատները փակվում իրենց շուրջ։ Լավ։ Դուք կարող եք հոգ տանել մեր մասին։ Դրանք ընդամենը պարզ բառեր էին, ասված հիվանդ երեխայի կողմից հիվանդանոցային մահճակալին։ Բայց Արմենի համար դրանք նշանակում էին ամեն ինչ։ Նշանակում էին վստահություն, նշանակում էին հույս, նշանակում էին երկրորդ հնարավորություն ինչպես իր, այնպես էլ նրանց համար։ Նա Անահիտի հետ մնաց մի քանի րոպե, խոսելով ավելի թեթ բաների մասին։ Նա պատմեց, որ սիրում է նկարել, որ երազում է դպրոց գնալ մյուս երեխաների նման, որ իր սիրելի գույնը մանուշակագույնն է։ Դրանք փոքր մանրամասներ էին, բայց դրանցից յուրաքանչյուրն օգնում էր Արմենին ավելի լավ ճանաչել այդ խիզախ աղջկան, որն այդքան շատ բան էր վերապրել։ Երբ վերադարձավ սպասասրահ, գտավ Լուսինեին։ Արթուն, նստած բազմոցին, ձեռքին մի բաժակ հյութ։ Նա ակնկալիքով նայեց նրան։ Ինչպե՞ս է նա։ Շատ ավելի լավ։ Նա արթուն է, ուտում է։ Ուզում ես գնալ տեսնել նրան։ Լուսինեի դեմքը լուսավորվեց, նա ցատկեց բազմոցից, գրեթե թափելով հյութը։ Արմենը ժպտաց նրան հետ տարավ Անահիտի սենյակ։ Երբ երկու քույրերը տեսան իրար, մի պահ մաքուր ուրախություն եղավ։ Լուսինեն վազեց դեպի մահճակալ, նրանք երկուսով գրկախառնվեցին, միաժամանակ ծիծաղելով ու լաց լինելով։ Արմենը դիտում էր դռան մոտից, զգալով մի քնքշություն, որը չգիտեր, որ ունակ է զգալու։ Բայց նրա խաղաղ պահը ընդհատվեց, երբ հեռախոսը զանգեց։ Մարգարիտան էր։ Արմեն, մենք խնդիր ունենք։ Նրա ձայնը լարված էր։ Նա դուրս եկավ սենյակից ցածր ձայնով պատասխանեց. Ինչ։ Ինչ-որ մեկը բողոք է ներկայացրել խնամակալության հոգաբարձության մարմին։ Ասել են, որ դու երկու փողոցային երեխայի ես վերցրել նրանց առանց օրինական թույլտվության հիվանդանոց ես տարել։ Նրանք ուզում են անմիջապես քեզ հետ խոսել։ Արմենն ատամները կրճտացրեց։ Ո՞վ է բողոքել։ Հստակ չգիտեմ, բայց կա։ Սկացներ ունեմ։ Հավանաբար հիվանդանոցից մեկը, որին իրավիճակը տարօրինակ է թվացել, կամ նա դադար տվեց։ Կամ այն հացի փռի տիրուհին։ Դու ասացիր, որ երեկ նրա հետ վեճ ես ունեցել։ Սոնան։ Իհարկե, նա կլիներ։ Հավանաբար վախենալով, որ Արմենը իրեն կմեղադրի երեխաների շահագործման մեջ, նա որոշել էր առաջինը հարձակվել, կասկածը նետելով նրա վրա։ Ինչ անեմ։ Մարգարիտան հոգոց հանեց։ Դու համագործակցում ես։ Այլ ընտրություն չունես։ Ես 1 ժամից այնտեղ կլինեմ։ Մի խոսիր խնամակալության մարմնի որևէ մեկի հետ, մինչ ես գամ։ Եվ Արմեն։ Հանգստություն պահպանիր։ Դու ոչ մի սխալ բան չես արել, բայց իրավիճակը նուրբ է։ Նա անջատեց, հսկայական հիասթափություն զգալով։ Անհավատալի էր։ Նա փրկել էր երկու երեխայի, որոնք իրական վտանգի մեջ էին, մի կարողություն էր ծախսել բժշկական խնամքի վրա, փորձում էր ճիշտ բան անել, հիմա նրան վերաբերվում էին որպես ինչ-որ չարագործության մեջ կասկածյալի։ Բայց Արմենը այն մարդը չէր, որ հեշտությամբ նահանջեր։ Նա կայսրություն էր կառուցել, դիմակայելով կառավարական բյուրոկրատիայից շատ ավելի մեծ դժվարությունների։ Եթե ուզում էին կասկածի տակ դնել իր մտադրությունները, թող գային։ Նա ուներ ռեսուրսները, կապերը, ամենակարևորը, ճշմարտությունն իր կողմից։ Նա վերադարձավ սենյակ, գտավ աղջիկներին աշխույժ զրուցելիս։ Նրանք դադարեցին, երբ տեսան նրան ներս մտնելիս, նկատելով լարվածությունը նրա դեմքին։ Ինչ-որ բան է պատահել, հարցրեց Անահիտը, անհանգիստ ձայնով։
Արմենը հանգստացնող ժպիտ պարտադրեց. Ոչ մի լուրջ բան։ Պարզապես մեծահասակների որոշ ձանձրալի գործեր, որոնք պետք է լուծեմ։ Բայց մի անհանգստացեք։ Ամեն ինչ լավ կլինի։ Նա չէր ուզում վախեցնել նրանց, բայց գիտեր, որ շուտով պետք է բացատրի, որ մարդիկ կգան հարցեր տալու, որ հետաքննություն կլինի։ Դա գործընթացի մաս էր, բայց նա կաներ հնարավորը նրանց պաշտպանելու ցանկացած լրացուցիչ սթրեսից։ Մարգարիտան հիվանդանոց հասավ 1 ժամից էլ քիչ անց, հագնված առօրյա, բայց աշխատանքային թղթապանակը թիտակ։ Նա 40-ն անց մի կին էր, ծմազերը հավաքված պոչիկով, բարակ շրջանակով ակնոցներով մի արտահայտությամբ, որը հիմարություններ չէր հանդուրժում։ Նա գտավ Արմենին սպասասրահում, նրանք ցածր ձայնով զրուցեցին, մինչ Մարինեն, բուժքույրը, մնաց աղջիկների հետ։ Խնամակալության մարմնի մարդիկ ճանապարհին են։ Մարգարիտան բացեց իր թղթապանակը, սկսեց փաստաթղթերը դասավորել։ Ես արդեն պատրաստել եմ մի հայտարարություն, որը բացատրում է երեկվա իրադարձությունները։ Ես նա ունեմ Անահիտի բժշկական գրառումները, որոնք ապացուցում են, որ նա իրական վտանգի մեջ էր, որ ձեր միջամտությունը անհրաժեշտ էր։ Իսկ բողոքը… Կտեսնենք, թե ինչ ունեն։ Բայց Արմեն, դու պետք է պատրաստ լինես այն հավանականությանը, նրանք աղջիկներին կտանեն ժամանակավոր ապաստարան, մինչ հետաքննում են։ Արմենի արտահայտությունը կոշտացավ։ Դա տեղի չի ունենա։ Մարգարիտան ձեռքը դրեց նրա թին, նրա ձայնը ամուր էր, բայց քնքուշ։ Ես գիտեմ, որ դու հոգ ես տանում նրանց մասին։ Բայց դու պետք է հետես օրինական ընթացակարգերին։ Եթե դիմադրես, իրավիճակը կվատթարացնես բոլորի համար, հատկապես Անահիտի Լուսինեի։ Արմենը գիտեր, որ նա ճիշտ է, բայց այն միտքը, որ այդ աղջիկներին կտանեն, այն ամենից հետո, ինչ նրանք անցել էին, անտանելի էր։ 2 ժամ անց խնամակալության մարմնի 2 ներկայացուցիչ ժամանեցին հիվանդանոց։ Մի կին, 50-ն անց, անունը Վերա, մի երիտասարդ տղամարդ, անունը Ռուբեն։ Երկուսն էլ լուրջ, բայց ոչ թշնամական արտահայտություններ ունեին։ Նրանք քաղաքավարի ներկայացան, խնդրեցին առանձին խոսել Արմենի հետ։ Զրույցը երկար ու մանրամասն էր։ Արմենը բացատրեց նախորդ գիշերվա յուրաքանչյուր քայլը, այն պահից, երբ տեսավ Լուսինեին, մինչ նրանց հիվանդանոց բերելու որոշումը։ Մարգարիտան լրացրեց փաստաթղթերով, ապացույցներով, որոնք հաստատում էին նրա պատմությունը։ Ներկայացուցիչները հարցեր տվեցին նրա մտադրությունների, անցյալի, երեխաների մասին հոգ տանելու ունակության մասին։ Վերան, ավագ խորհրդատուն, հատկապես մանրակրկիտ էր։ Նա ուզում էր ամեն ինչ իմանալ։ Վերջապես, նա հետ հենվեց աթոռին, ձեռքերը խաչեց։ Պարոն Պետրոսյան, ես հասկանում եմ, որ ձեր մտադրությունները լավ են թվում։ Բայց պետք է հասկանաք մեր դիրքորոշումը։ Հայտնվում են 2 երեխա, խոցելի վիճակում, առանց պատշաճ փաստաթղթերի, մի հարուստ տղամարդ, որին նրանք մինչ 3 չէին ճանաչում, նրանց տանում է հիվանդանոց։ Մեր պարտականությունն է հետաքննել։ Ես լիովին հասկանում եմ։ Եվ պատրաստ եմ ամբողջությամբ համագործակցել։ Բայց այս աղջիկներն արդեն բավականաչափ տառապել են։ Նրանց կայունություն է պետք, ոչ թե ավելի շատ տրավմա։ Ռուբենը, երիտասարդ խորհրդատուն, նայեց սեղանի փաստաթղթերին։ Ավագի բժշկական վիճակը կրիտիկական էր։ Եթե դուք չմիջամտեիք, պարոն Պետրոսյան, նա կարող էր։ Նա նախադասությունը թողեց օդում, բայց իմաստը պարզ էր։ Վերան հոգոց հանեց։ Մենք պետք է իրավիճակի ամբողջական գնահատում կատարենք։ Պետք է փորձենք գտնել երեխաների մորը, ստուգենք, թե արդյոք կան այլ հարազատներ, գնահատենք, թե արդյոք դուք հարմար եք նրան ժամանակավոր խնամակալ լինելու համար։ Որքան ժամանակ դա կտի։ Մի քանի շաբաթ, գուցե 1 ամիս։ Այդ ընթացքում սովորաբար երեխաները կմնային ապաստարանում։ Արմենը սկսեց բողոքել, բայց Մարգարիտան արագ ընդհատեց նրան։ Արդյոք կա արտակարգ ժամանակավոր խնամակալության հնարավորություն։ Հաշվի առնելով, որ Անահիտը դեռ բժշկական բուժման մեջ է, որ քույրերին բաժանելը լրացուցիչ տառապանք կպատճառի։ Վերան, Ռուբենը հայացքներ փոխանակեցին։ Պարզ էր, որ նրանք տարակարծիք էին։ Վերջապես, Վերան խոսեց. Հնարավոր է։ Բայց մենք պետք է կանոնավոր այցելություններ կատարենք, պարոն Պետրոսյանը պետք է համաձայնի ինչպես իր, այնպես էլ երեխաների հոգեբանական գնահատումներին։ Բացի այդ, ցանկացած նշան, որ աղջիկներին լավ չեն խնամում, նրանք անմիջապես կհեռացվեն։ Ես համաձայն եմ։ Բոլոր պայմաններին։
Արմենը չտատանվեց։ Եվ կար մեկ այլ բարդություն։ Ռուբենը թերթեց իր թղթերը։ Մենք տեղեկություններ ենք ստացել, որ երեխաների աշխատանքի հետ կապված իրավիճակ է եղել։ Մի հացի փուռ կենտրոնում։ Մենք պետք է դա նույնպես հետաքննենք։ Սոնան։ Արմենը մռայլ բավարարվածություն զգաց։ Նրա մեղքը իր վրա բարդելու ծրագիրը շրջվել էր իր դեմ։ Նա տրամադրեց բոլոր մանրամասները, որոնք ուներ հացի փռի իրավիճակի մասին, Մարգարիտան ավելացրեց, որ կան վկաներ, որոնք կարող են հաստատել շահագործումը։ Եվս մեկ ժամ քննարկումներից թղթաբանությունից հետո խորհրդատուները վերջապես համաձայնեցին ժամանակավոր խնամակալությանը, պայմանների ընդարձակ ցուցակով։ Արմենը կստորագրեր այն ամենը, ինչ անհրաժեշտ էր։ Նա պարզապես ուզում էր համոզվել, որ Անահիտը Լուսինեն իր հետ կմնան։ Երբ Վերան Ռուբենը հեռացան, Արմենը հյուծված փլվեց սպասասրահի բազմոցին։ Մարգարիտան նստեց նրա կողքին, փաստաթղթերը հավաքելով։ Դու հասար քո ուզածին, ասաց նա կիսաժպիտով։ Առայժմ, գոնե։ Սա միայն սկիզբն է, այնպես չէ՞։ Նա գլխով արեց։ Երկար պայք։ Ար է լինելու։ Բայց Արմեն, դու պատրաստ ես դրան։ Քո կյանքն ամբողջությամբ փոխելու։ Նա մտածեց հարցի մասին։ Իր նախկին կյանքը դատարկ էր, միայնակ, լցված միայն աշխատանքով էլի աշխատանքով։ Հիմա երկու երեխա կախված էին իրենից, իր կարիքն ունեին։ Դա սարսափելի էր, ճնշող բոլորովին տարբեր այն ամենից, ինչ նա գիտեր։ Բայց տասնամյակների ընթացքում առաջին անգամ նա զգում էր, որ իսկական նպատակ ունի։ Ես պատրաստ եմ։ Մարգարիտան ժպտաց, այս անգամ անկեղծ արտահայտությամբ։ Ապա եկեք սա ճիշտ անենք։ Ինձ պետք կլինեն բոլոր տեղեկությունները, որոնք կարող ենք ստանալ Մարինա Սարգսյանի մասին։ Եթե նա ողջ է կարելի է գտնել, մենք կգտնենք նրան։ Եվ մենք կբացահայտենք այս աղջիկների ամբողջական պատմությունը։ Արմենը համաձայնեց, բայց մի բան նրա մտքի խորքում անհանգստացնում էր նրան։ Մարինա Սարգսյան անունը։ Դրա մեջ ինչ-որ ծանոթ բան կար, մի բան, որը նա չէր կարողանում բացահայտել։ Դա նման էր լեզվի ծայրին գտնվող հիշողության, մի կապի, որը նրա ուղեղը փորձում էր ստեղծել, բայց դեռ չէր կարողանում ավարտին հասցնել։ Նա առայժմ մի կողմ դրեց այդ միտքը։ Ավելի անհապաղ հարցեր ուներ, որոնց մասին պետք է անհանգստանար։ Անահիտը պետք է մի քանի օր մնար հիվանդանոցում։ Լուսինեն նույնպես հոգեբանական բժշկական հսկողության կարիք կունենար։ Եվ նա պետք է պատրաստեր իր տունը, իր կյանքը երկու երեխա ընդունելու համար։ Սուրբ ծնունդ էր, սովորական միայնության փոխարեն Արմեն Պետրոսյանն իրեն գտավ իր կյանքի ամենամեծ մարտահրավերի մեջտեղում։ Բայց նայելով աղջիկներին, տեսնելով այն երկչոտ ժպիտները, որոնք սկսում էին հայտնվել նրանց դեմքերին, նա գիտեր, որ աշխարհում այլ տեղ չկար, որտեղ կնախընտրեր լինել։ 3 շաբաթ էր անցել այն Սուրբ Ծննդյան նախօրեից, որը փոխել էր ամեն ինչ։ Արմենի առանձնատունը Կասկադի շրջակայքում, որը նախկինում հաջողության միայնության լուր դամբարան էր, այժմ արձագանքում էր երեխաների ձայներով, երկչոտ ծիծաղով մարմ։ Արե միջանցքներով վազող փոքրիկ քայլերի ձայնով։ Անահիտը 10 օր տաց ինտենսիվ բուժումից հետո դուրս էր գրվել հիվանդանոցից, այդ ժամանակվանից երկու քույրերը հարմարվում էին իրենց կյանքի նոր իրականությանը։ Փոխակերպումը հեշտ չէր եղել։ Անահիտը դեռս կանոնավոր բժշկական հսկողության դեղորայքի կարիք ուներ, տարիների թերսնուցումից թուլացած իմունային համակարգը ամրապնդելու համար։ Լուսինեն հաճախակի մղձավանջներ էր տեսնում, գիշերվա կեսին արթնանում էր, մորը կանչելով ժամանակ էր պահանջվում, մինչ նա նորից հանգստանար։ Երկուսն էլ թերապիայի էին հաճախում, հաղթահարելով լքվածության ծայրահեղ աղքատության տրավման, որը նրանք ճանաչել էին։ Բայց առաջընթաց կար։ Անահիտը քաշ էր հավաքել, այտերը վերականգնել էին իրենց գույնը, աչքերը փայլում էին մի կենսունակությամբ, որը նախկինում չկար։ Նա ժամերով նկարում էր Արմենի գնաց նկարչական պարագաներով, ստեղծելով ֆանտազիայի գունագեղ աշխարհներ, որտեղ միշտ կային երջանիկ ընտանիքներ ուտելիքով լի տներ։ Լուսինեն ավելի շատախոս էր դարձել, ավելի քիչ վախեցած, հատուկ կապվածություններ զարգացրել Արմենի հետ, նրան հետելով տնով մեկ, որպես փոքրիկ պաշտպանող ստվեր։ Արմենն իր հերթին բացահայտում էր իր մեջ այնպիսի կողմեր, որոնց գոյության մասին չգիտեր։ Նա սովորել էր Լուսինեի մազերը հյուսել, թեկուզ դրանք ծուռ էին ստացվում։ Սովորել էր մանկական պատմություններ կարդալ, յուրաքանչյուր կերպարի համար տարբեր ձայներով, աղջիկներին ծիծաղեցնելով։
Սովորել էր, որ գրկախառնությունները կարող են բուժել գրեթե ամեն ինչ, որ պարզապես ներկա լինելը ավելին է նշանակում, քան ցանկացած թանկարժեք նվեր։ Բայց իրավական իրավիճակը դեռ բարդ էր։ Մարգարիտան նրա թիմը անխոնջ աշխատում էին, հետքերով գտնելու Մարինա Սարգսյանին։ Նրանք պարզել էին, որ կինը ծնունդով Լոռու մարզի մի փոքրիկ քաղաքից էր, որը գրեթե 10 տարի առաջ եկել էր Երևան, աշխատանք փնտրելու։ Գրառումները ցույց էին տալիս, որ նա աշխատել էր տարբեր ժամանակավոր աշխատանքներում, մաքրուհի, խոհարար, տնային աշխատող, բայց երբեք երկար չէր մնացել որևէ տեղ։ Մարինայի վերջին պաշտոնական աշխատանքի գրանցումը թվագրվում էր 18 ամիս առաջ, կենտրոնի մի ընտանիքի տանը։ Մարգարիտան կարողացել էր ստանալ նախկին գործատուների կոնտակտները, հարցազրույց էր նշանակել այդ կեսօրին։ Արմենը որոշել էր անձամբ գնալ, աղջիկներին իր հետ տանելով։ Գուցե նրանք կարողանային ինչ-որ բան հիշել, ինչ-որ մանրամասն, որը կօգներ հավաքել իրենց մոր պատմության գլուխկոտրուկը։ Կենտրոնի տունը էլեգանտ էր, երկհարկանի շինություն, խնամված այգով։ Նրանց դիմավորեց տիկին Սիրանուշը, սպիտակ մազերով բարի աչքերով մի տիկին, որը պետք է մոտ 70 տարեկան լիներ։ Նա բոլորին հրավիրեց ներս, սուրճ թխվածքաբլիթներ առաջարկելով, մինչ նրանք նստում էին հյուրասենյակում։ Մարինա Սարգսյան։ Տիկին Սիրանուշը մտածկոտ կրկնեց անունը։ Այո, նա այստեղ աշխատել է գրեթե 2 տարի։ Լավ, աշխատասեր կին էր, բայց միշտ շատ տխուր։ Կարելի էր տեսնել, որ մեծ բեռ է կրում սրտում։ Տիկին, դուք գիտեք, թե ինչ է պատահել նրան։ Ինչու է նա հեռացել, հարցրեց Արմենը, պահպանելով իր զգույշ տոնը։ Անահիտն ու Լուսինեն նստած էին նրա կողքին, ուշադրություն դարձնելով յուրաքանչյուր բառին։ Տիկին Սիրանուշը հոգոց հանեց։ Նա առողջական խնդիր ուներ, որոնք վատթարանում էին։ Սկսեց ուժեղ ցավեր ունենալ, բացակայում էր աշխատանքից։ Ես պնդեցի, որ նա բժշկի գնա, նույնիսկ առաջարկեցի վճարել, բայց նա վախենում էր։ Ասում էր, որ փաստաթղթերը կարգին չեն, որ չի կարող պաշտոնական օգնություն փնտրել, որովհետև վախենում է կորցնել իր դուստրերին։ Բառերը հարվածեցին Արմենին։ Մարինան վախենում էր կորցնել իր դուստրերին։ Հավանաբար, որովհետև արդեն հիվանդ էր, արդեն գիտեր, որ չի կարողանա պատշաճ կերպով հոգ տանել նրանց մասին։ Արդյոք նա նրանց լքել էր ոչ թե լքվածության, այլ նրանց պաշտպանելու հուսահատ փորձի պատճառով։ Դուք գաղափար ունեք, թե ուր է նա գնացել։ Տիկին Սիրանուշը գլուխը թափահարեց։ Նա պարզապես մի օր չվերադարձավ։ Ես անհանգստացա, փորձեցի զանգահարել, բայց այն համարը, որը ես ունեի, այլս չէր աշխատում։ Նա միշտ շատ զուսպ էր, երբեք շատ չէր խոսում իր անձնական կյանքի մասին։ Բայց մի անգամ… Տիկինը դադար տվեց, կարծես հեռավոր հիշողություն էր վերականգնում։ Մի անգամ նա նայեց մի հին լուսանկարի, որը ես պատին ունեի, սկսեց լաց լինել։ Դա պետական հանրախանութի բացման լուսանկարն էր, այնտեղ 80-ականներին։ Արմենը զգաց, թե ինչպես սարսուռ անցավ իր մարմնով։ Պետական հանրախանութ։ Իր հայրն աշխատել էր այդ հանրախանութի կառուցման վրա։ Նա հիշում էր, որովհետև դա հոր վերջին աշխատանքներից մեկն էր, նախքան նրա կյանքից անհետանալը, երբ Արմենը ընդամենը 6 տարեկան էր։ Արդյոք դուք դեռ ունեք այդ լուսանկարը։ Տիկին Սիրանուշը ոտքի կանգնեց, գնաց դեպի մի գրապահարան, հանելով փոշոտ լուսանկարի շրջանակ։ Նա այն տվեց Արմենին։ Լուսանկարը հին էր թեթակի խունացած, ցույց էր տալիս շինարարների մի մեծ խումբ, որոնք կանգնած էին ապագա հանրախանութի դիմաց, որը դեռ կառուցման փուլում էր։ Տասնյակ ժպտացող դեմքեր, տղամարդիկ, սաղավարտներով աշխատանքային հագուստով։ Արմենը ուշադիր ուսումնասիրեց լուսանկարը, սիրտը արագացավ։ Եվ հետո նա տեսավ։ Լուսանկարի ձախ անկյունում մի երիտասարդ տղամարդ, մոտ 20 տարեկան, լայն ժպիտով աչքերով, որոնք Արմենը կճանաչեր ցանկացած տեղ։ Դա իր հայրն էր։ Կարապետ Պետրոսյանը։ Եվ նրա կողքին, մասամբ մթաքնված մեկ այլ աշխատողի կողմից, մի երիտասարդ կին էր։ Նա շինարարական հագուստ չէր կրում, ակնհայտորեն այնտեղ էր պարզապես մեկին այցելելու։ Մի կին, երկար շագանակագույն մազերով աչքերով, որոնք, նույնիսկ հին լուսանկարի վատ որակի միջով, ծանոթ էին թվում։ Արմենը զգաց, թե ինչպես է աշխարհը պտտվում իր շուրջը։ Այդ կինը… Նա չափազանց երիտասարդ էր Մարինա լինելու համար, բայց նմանությունը զարմանալի էր։ Նա շրջեց լուսանկարը, տեսավ ձեռագիր մի բան, գրված դարձերեսին, գրեթե ջնջված ժամանակի կողմից։ Կարապետ Բ.
Կարինե, հունիս 1984։ Կարինե։ Ոչ թե Մարինա։ Բայց ազգանունը։ Սարգսյան։ Հնարավոր էր, որ… Պարոն Պետրոսյան։ Տիկին Սիրանուշի ձայնը նրան վերադարձրեց ներկա։ Դուք լավ եք։ Գունատվել եք։ Արմենը կոկորդը մաքրեց, փորձելով կարգի բերել մտքերը։ Տիկին Սիրանուշ, երբ Մարինան նայեց այս լուսանկարին, նա ինչ-որ բան ասաց։ Այո։ Տիկինը փակեց աչքերը, փորձելով հիշել։ Նա ասաց ինչ-որ բան, ինչպես մայրս սովորաբար խոսում էր այս վայրի մասին։ Նա ասում էր, որ մայրս հորս այստեղ է հանդիպել։ Բայց ես նրան երբեք չեմ ճանաչել։ Գլուխկոտրուկը սկսեց հավաքվել Արմենի մտքում սարսափելի պարզությամբ։ Կարինեն, լուսանկարի կինը, պետք է կապված լիներ իր հոր Կարապետի հետ հանրախանութի կառուցման ընթացքում։ Նրանք հարաբերություններ են ունեցել, նա հղիացել է։ Բայց Կարապետն այդ ժամանակ արդեն այլ հարաբերություններ ուներ Արմենի մոր հետ։ Երբ իմացել է Կարինեի հղիության մասին, նա խուճապի է մատնվել անհետացել, լքելով երկու ընտանիքներն էլ։ Կարինեն ունեցել է դուստր Մարինային։ Եվ Մարինան տարիներ անց ունեցել է Անահիտին Լուսինեին։ Ինչը նշանակում էր… Արմենը նայեց իր կողքի աղջիկներին, ճշմարտությունը նրան հարվածեց կործանարար ուժով։ Անահիտն ու Լուսինեն ոչ միայն երկու երեխաներ էին, որոնց նա փրկել էր կարեկցանքի պահին։ Նրանք իր զարմուհիներն էին։ Արյունակից հարազատներ։ Այն կապը, որը նա զգացել էր առաջին իսկ պահից, ոչ միայն կարեկցանք էր, այլ մի կապ, որն ավելի խորն էր, քան նա կարող էր պատկերացնել։ Նրան մի պահ պետք եկավ տեղեկությունը մարսելու համար։ Տիկին Սիրանուշը անհանգստությամբ դիտում էր նրան, իսկ աղջիկները շփոթված նայում էին նրան, չհասկանալով նրա արձագանքը։ Վերջապես, Արմենը ոտքի կանգնեց, ձայնը խռպոտ դուրս եկավ։ Տիկին Սիրանուշ, դուք գաղափար ունեք հիվանդանոցների կամ կլինիկաների մասին, որտեղ Մարինան կարող էր գնացած լինել։ Որ է տեղ, որը նա նշել է։ Տիկինը մի պահ մտածեց։ Նա մի անգամ խոսել է հանրապետական հիվանդանոցի մասին։ Ասել է, որ դա միակ տեղն է, որտեղ ընդունում են առանց շատ հարցեր տալու։ Բայց դա վաղուց էր։ Արմենը շնորհակալություն հայտնեց, արագ հրաժեշտ տվեց, աղջիկներին հետ տանելով մեքենա։ Նրա միտքը փոթորկի մեջ էր։ Նա անմիջապես զանգահարեց Մարգարիտային, բացատրելով այն ամենը, ինչ բացահայտել էր։ Արմեն, սա ամեն ինչ փոխում է։ Մարգարիտայի ձայնը լի էր հրատապությամբ։ Եթե դու կարող ես ապացուցել այս ընտանեկան կապը, խնամակալության գործընթացը շատ ավելի ամուր է դառնում։ Բայց նախ պետք է գտնենք Մարինային, կամ գոնե հաստատենք, թե ինչ է պատահել նրան։ Գնում ենք հանրապետական հիվանդանոց։ Հիմա… Հանրապետական հիվանդանոցը հսկայական էր, շենքերի համալիր, որը ամեն օր հազարավոր մարդկանց էր սպասարկում։ Բայց Մարգարիտան կապեր ուներ մի սոցիալական աշխատողի օգնությամբ, որը նրան մի քանի լավություն էր պարտք, նրանք կարողացան մուտք գործել Գրանցամատյաններ։ Ժամեր տեց որոնումը, անցնելով արխիվներով համակարգչային համակարգերով, բայց վերջապես գտան։ Մարինա Սարգսյանը 16 ամիս առաջ ընդունվել էր հիվանդանոց, լուրջ առողջական վիճակի ծանր փուլով։ Նա 3 շաբաթ մնացել էր հիվանդանոցում, իսկ հետո տեղափոխվել էր մասնագիտացված բուժման կենտրոն։ Կենտրոնը գտնվում էր քաղաքի արևելյան մասում, համեստ, բայց խնամված հաստատություն։ Երբ նրանք հասան այն, մի գլխավոր բուժքույր, անունը Ռոզաննա, ընդունեց նրանց։ Նրա դեմքը մեղմացավ, երբ լսեց Մարինա անունը։ Մարինան այստեղ է։ Նա պալիատիվ խնամքի մեջ է։ Նրա վիճակը տերմինալ է, բայց այս պահին կայուն։ Նա քիչ է խոսում, բայց գիտակից է։ Արմենը զգաց, որ ոտքերը թուլանում են։ Անահիտն ու Լուսինեն, որոնք լուռ էին մնացել ամբողջ որոնման ընթացքում, հանկարծ հասկացան, թե ինչ է կատարվում։ Մեր մայրն է այստեղ, դողացող շշուկով դուրս եկավ Անահիտի ձայնը։ Ռոզաննան նայեց աղջիկներին, աչքերը լցվեցին արցունքներով։ Դուք նրա դուստրերն եք։ Նա ամեն օր ձեր մասին է խոսում։ Նա փորձում էր պաշտպանել ձեզ։ Չէր ուզում, որ իրեն այս վիճակում տեսնեիք։ Կարող եմ տեսնել մորս, սկսեց լաց լինել Լուսինեն։ Խնդրում եմ, ես ուզում եմ տեսնել մորս։ Ռոզաննան նայեց Արմենին, որը գլխով արեց։
Նա նրանց առաջնորդեց միջանցքով դեպի մի փոքրիկ, բայց պատուհանից ներս թափանցող արի լույսով լուսավորված սենյակ։ Եվ այնտեղ հիվանդանոցային մահճակալին պառկած մի կին էր, որը շատ ավելի մեծ էր թվում, քան իր 30-անց տարիքը։ Մարինա Սարգսյանն ուներ ճերմակած շագանակագույն մազեր, տառապանքից նշմարված դեմք, բայց երբ նրա աչքերը տեսան դռան մոտ կանգնած Անահիտին Լուսինեին, դրանց մեջ ինչ-որ բան վառվեց։ Ինչ-որ բան, որն այդքան երկար մահացած էր եղել, կյանքի կոչվեց։ Իմ աղջիկները։ Նրա ձայնը թույլ էր, բայց լի զգացմունքով։ Իմ աղջիկները։ Անահիտն ու Լուսինեն վազեցին դեպի մահճակալ, գրկելով մորը լաց լինելով։ Մարինան նրանց բռնեց իր ունեցած քիչ ուժով, արցունքները հոսում էին նրա դեմքով։ Ես շատ եմ ցավում։ Այնքան եմ ցավում։ Ես պարզապես ուզում էի պաշտպանել ձեզ։ Չէի ուզում, որ մայրիկին այս վիճակում տեսնեիք։ Արմենը կանգնած էր դռան մոտ, սրտի ցավով ականատես լինելով վերամիավորմանը։ Մի քանի րոպե անց Մարինան նայեց նրան իր դուստրերի գլուխների վրայով։ Դուք ո՞վ եք։ Ինչպե՞ս եք գտել իմ աղջիկներին։ Արմենը դանդաղ մոտեցավ։ Իմ անունը Արմեն Պետրոսյան է։ Ես գտել եմ ձեր դուստրերին մի քանի շաբաթ առաջ։ Անահիտը շատ հիվանդ էր։ Ես նրանց հիվանդանոց եմ տարել, այդ ժամանակվանից հոգ եմ տանում նրանց մասին։ Մարինան ուշադիր ուսումնասիրեց նրան, հետո աչքերը լայնացան։ Պետրոսյան։ Դուք Կարապետ Պետրոսյանի որդին եք։ Արմենը գլխով արեց, կոկորդում մի գունդ զգալով։ Այո։ Մարինան փակեց աչքերը, լուռ արցունքներ հոսեցին։ Մայրս խոսում էր նրա մասին։ Կարինեն։ Մայրս Կարինե Սարգսյանն էր։ Նա սիրում էր ձեր հորը, բայց նա լքեց նրան, երբ իմացավ, որ հղի է ինձնով։ Նա ամբողջ կյանքը սպասեց, որ նա կվերադառնա, բայց նա երբեք չվերադարձավ։ Նա մահացավ միայնակ, ինձ պատմելով իր սիրո մասին պատմություններ։ Արմենը զգաց, որ իր սեփական արցունքները սկսում են հոսել։ Հայրս մեզ է լքել։ Ես 6 տարեկան էի։ Նա այլս երբեք չվերադարձավ։ Ես ամբողջ մանկությունս անցկացրել եմ, չհասկանալով, թե ինչու։ Մարինան բացեց աչքերը նայեց նրան։ Մեր պատմությունները այնքան նման են։ Երկուսս էլ լքված ենք նույն մարդու կողմից։ Երկուսս էլ տառապում ենք նրա կայացրած ընտրությունների պատճառով։ Բայց ձեր դուստրերի համար այդպես լինելու կարիք չկա, ասաց Արմենը, ձայնը հաստատուն էր, չնայած արցունքներին։ Մարինա, ես գիտեմ, որ դուք հիվանդ եք։ Գիտեմ, որ շատ ժամանակ չունեք։ Բայց ես խոստանում եմ, որ կհոգամ Անահիտի Լուսինեի մասին։ Նրանք իմ ընտանիքն են։ Ես նրանց չեմ լքի, ինչպես մեր հայրերը լքեցին մեզ։ Մարինան երկար պահ նայեց նրան, ուսումնասիրելով նրա դեմքը, կարծես փորձում էր կարդալ նրա հոգին։ Հետո, դանդաղ, նա գլխով արեց։ Ես դա տեսնում եմ ձեր մեջ։ Դուք բարի սիրտ ունեք։ Դուք տարբերվում եք ձեր հորից։ Նա սեղմեց իր դուստրերի ձեռքերը։ Աղջիկներ, լսեք մայրիկին։ Ես երկար չեմ կարողանա ձեզ հետ մնալ։ Բայց Արմենը։ Նա կհոգա ձեր մասին։ Նա ընտանիք է։ Իսկական ընտանիք։ Եվ ես ուզում եմ, որ դուք նրա հետ մնաք։ Կանեք դա մայրիկի համար։ Անահիտն ու Լուսինեն լաց էին լինում, կառչած մորից, բայց երկուսն էլ գլխով արեցին։ Մարինան նորից նայեց Արմենին։ Շնորհակալ եմ։ Նրանց գտնելու համար։ Նրանց փրկելու համար։ Այն մարդը լինելու համար, որը ձեր հայրը երբեք չեղավ։ Բառերը ինչ-որ բան կոտրեցին Արմենի ներսում։ Նա մոտեցավ մահճակալին, բռնեց Մարինայի ձեռքը, նրանք հինգով միասին մնացին այնտեղ, լքվածությունից ցավից քայքայված, բայց կարեկցանքով սիրով վերամիավորված մի ընտանիք։ Հաջորդ օրերին Արմենը ամեն ինչ օրինական կերպով կազմակերպեց։ Մարգարիտայի անխոնջ աշխատանքի շնորհիվ նրանք կարողացան արագացնել խնամակալության գործընթացը, հատկապես հիմա, երբ կար ընտանեկան կապերի հաստատում Մարինայի ուղղակի թույլտվությունը։ Անահիտն ու Լուսինեն ամեն օր այցելում էին մորը, ժամերով նրա կողքին անցկացնելով, նկարներ անելով, պատմություններ պատմելով, պարզապես ներկա լինելով։ Մարինան գիտակից համեմատաբար հարմարավետ մնաց 2 շաբաթ։ Նա օգտակ
Որցեց այդ թանկարժեք ժամանակը, պատշաճ կերպով հրաժեշտ տալու իր դուստրերին պատմելու պատմություններ, երբ նրանք երեխա էին, ներողություն խնդրելու բոլոր այն անգամների համար, երբ չէր կարողացել պաշտպանել նրանց այնպես, ինչպես ուզում էր։ Նա երկար զրուցեց Արմենի հետ, կիսվելով իր մոր Կարինեի մասին հիշողություններով, այն պատմություններով, որոնք նա պատմել էր Կարապետի մասին։ Այդ զրույցներից մեկի ժամանակ Մարինան Արմենին տվեց մի դեղնած ծրար։ Ներսում Կարինեի Կարապետին գրած նամակն էր, մի նամակ, որը երբեք չէր ուղարկվել, որովհետև նա չգիտեր, թե ուր է գնացել։ Դա սիրո, վիրավորանքի, ներման նամակ էր։ Եվ վերջում Կարինեն գրում էր. Ես հույս ունեմ, որ որտեղ էլ որ լինես, խաղաղություն կգտնես։ Եվ հույս ունեմ, որ մեր դուստրը երբեք չի ճանաչի լքվածության ցավը, ինչպես ես ճանաչեցի։ Արմենը կարդաց նամակը զգաց, թե ինչպես են տասնամյակների զայրույթն ու վիրավորանքը սկսում լուծվել։ Իր հայրը թույլ մարդ էր եղել, անկարող դիմակայելու իր ընտրությունների հետանքներին։ Բայց լքվածության այդ ժառանգությունը ավարտվում էր այնտեղ։ Արմենի հետ։ Անահիտի Լուսինեի հետ։ Նա կխախտեր շղթան։ Մարինան հանգիստ հեռացավ մի գարնանային առավոտ, շրջապատված իր դուստրերով Արմենով։ Նրա վերջին բառերը երախտագիտության սիրո խոսքեր էին։ Անահիտն ու Լուսինեն լաց եղան, բայց նրանց մեջ նա խաղաղություն կար։ Նրանք հնարավորություն էին ունեցել հրաժեշտ տալու, վերջին անգամ սիրում եմ ասելու, իմանալու, որ իրենց մայրը երբեք նրանց չէր լքել սիրո պակասի պատճառով, այլ նրանց պաշտպանելու հուսահատ ցանկությունից։ Հուղարկավորությունը պարզ էր, բայց արժանապատիվ։ Արմենը երաշխավորեց, որ Մարինային հուղարկավորեն իր մոր Կարինեի կողքին, վերամիավորելով երկու կանանց, որոնք այդքան տառապել էին նույն մարդու պատճառով։ Անահիտն ու Լուսինեն ծաղիկներ դրեցին գերեզմանին, Արմենը Կարինեի նամակը դրեց դրանց հետ։ Հաջորդ ամիսներին կյանքը սկսեց նոր ռիթմ գտնել։ Անահիտն ու Լուսինեն պաշտոնապես դրվեցին Արմենի մշտական խնամակալության տակ։ Նրանք սկսեցին սովորել մոտակա մասնավոր դպրոցում, ընկերներ ձեռք բերելով, ամեն օր ավելի շատ ծիծաղելով։ Թերապիան շարունակվում էր, միշտ կլինեի։ Նսպիներ նրանց անցածից, բայց հիմա կար նա հույս, անվտանգություն, սեր։ Արմենը իր առանձնատան սենյակներից մեկը վերածեց արվեստի ստուդիայի Անահիտի համար, որտեղ նա ժամերով ստեղծում էր գունագեղ աշխարհներ։ Լուսինեի սենյակը զարդարվեց մթության մեջ փայլող աստղերով, որովհետև նա երբեմն դեռ վախենում էր մթությունից, աստղերը նրան ստիպում էին իրեն ապահով զգալ։ Արմենի ընկերությունը շարունակում էր գործել, բայց հիմա նա ավելի քիչ ժամ էր աշխատում, առաջնահերթություն տալով աղջիկների հետ անցկացրած ժամանակին։ Նա գնում էր դպրոցի ժողովներին, օգնում էր տնային աշխատանքներին, ընթրիք էր պատրաստում այն երեկոներին, երբ խոհարարուհին հանգստյան օր ուներ։ Նա դարձավ հայր, ոչ թե կենսաբանությամբ, այլ ընտրությամբ։ Եվ բացահայտեց, որ դա լավագույն ընտրությունն էր, որը նա երբեք կատարել էր իր ամբողջ կյանքում։ Մի երեկո, գրեթե 1 տարի անց այն ճակատագրական Սուրբ Ծննդյան նախօրեից, Արմենը պատմություն էր կարդում աղջիկների համար, նախքան քնելը։ Դա մի հեքիաթ էր մի ընտանիքի մասին, որը գտնում է իրար, կորած լինելուց հետո։ Երբ ավարտեց, Ահիտը նայեց նրան այն լուրջ աչքերով, որոնք նրան շատ ավելի մեծ էին ցույց տալիս, քան իր տարիքն էր։ Արմեն հորեղբայր, դուք կարծում եք, որ մայրիկը հիմա երջանիկ է։ Արմենը զգուշությամբ մտածեց հարցի մասին։ Նա երբեք չէր ստում աղջիկներին, նույնիսկ երբ ճշմարտությունը դժվար էր։ Կարծում եմ, այո։ Նա գիտեր, որ դուք ապահով սիրված կլինեք։ Եվ կարծում եմ, դա այն ամենն էր, ինչ նա միշտ ուզել է։ Լուսինեն, որը գրեթե քնում էր, քնաթաթախ մրմնջաց. Մենք քեզ սիրում ենք, Արմեն հորեղբայր։ Պարզ բառերը հարվածեցին Արմենին, ինչպես երբեք։ Նա համբուրեց նրանցից յուրաքանչյուրի ճակատը, ձայնը խրպոտած զգացմունքից։ Ես էլ ձեզ եմ սիրում։ Ավելի շատ, քան բառերը կարող են ասել։ Նա անջատեց լույսը մեղմորեն փակեց դուռը, այն մի փոքր բաց թողնելով, ինչպես Լուսինեն էր նախընտրում։ Քայլելով միջանցքով դեպի իր սենյակ, Արմենը կանգնեց մի լուսանկարի դիմաց, որը նա դրել էր պատին։ Դա նոր լուսանկար էր, որը նկարվել էր մի քանի շաբաթ առաջ այգում։ Դրանում նա կենտրոնում էր, Անահիտը մի կողմում, Լուսինեն մյուս, բոլորը ժպտում էին։ Դա պարզ լուսանկար էր, բայց նշանակում էր ամեն ինչ։ Դրա կողքին նա դրել էր պետական հանրախանութի հին լուսանկարը, նույնը, որը տիկին Սիրանուշն էր իրեն տվել։ Դա հիշեցում էր։
Հիշեցում այն մասին, թե որտեղից էր ամեն ինչ սկսվել, իր հոր կատարած սխալ ընտրությունների այն որոշման մասին, որ Արմենը կայացրել էր, չկրկնելու այդ սխալները։ Այն Սուրբ Ծննդյան նախօրեին, երբ նա տեսել էր մի փոքրիկ աղջկա, որը պայքարում էր անհնարին ծանրություն տանելու համար, նա մտածել էր, որ փրկում է երկու երեխայի։ Բայց ճշմարտությունն ավելի խորն էր։ Նա փրկել էր մի ընտանիք։ Իր ընտանիքը։ Եվ դա անելով, նա փրկել էր ինքն իրեն։ Դրսում Երան քաղաքը շարունակում էր իր խելահեղ ռիթմը։ Բայց այդ առանձնատան ներսում, գունագեղ նկարներով մթության մեջ փայլող աստղերով լի սենյակներում, երեք մարդ, որոնք կորած էին եղել, վերջապես գտել էին իրենց ճանապարհը դեպի տուն։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Արմենի, Անահիտի, Լուսինեի պատմությունը հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք քավության, սիրո ընտանիքի այս ճանապարհորդությունից, սեղմեք հավանելու կոճակը։ Բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել այս պատմության մեջ։ Արդյոք դա Արմենի, իր սիրտը բացելու քաջությունն էր։ Արդյոք դա աղջիկների ուժն էր, այդքան տառապանքի դիմաց։ Թե արդյոք դա ընտանեկան կապերի բացահայտումն էր, որը միավորում էր նրանց բոլորին։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի լարված պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, մեզ հիշեցնում, որ նույնիսկ ամենադժվար իրավիճակներում սերն ու կարեկցանքը կարող են փոխակերպել կյանքեր։ Սպասում ենք ձեզ հաջորդ թողարկմանը, նոր պատմությամբ, որը կհուզի ձեր զգացմունքները։